Նա ապրում էր շքեղության մեջ, բայց լիակատար դատարկությամբ։ Նա միայն ազատության մի ակնթարթ էր ուզում։ Երբ նա սուզվեց լողավազանում, տղամարդը նրան տեսավ այնպես, ինչպես երբեք։ Եվ այնտեղ ամեն ինչ անդառնալիորեն սկսեց փոխվել։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Երան քաղաքը երբեք չէր քնում։ Նույնիսկ ամենալուր գիշերներին Մաշտոցի պողոտայում մեքենաների հեռավոր շշուկը հիշեցնում էր, որ մետրոպոլիսն անդադար բաբախում է։ Արաբկիր թաղամասում բարձր պարիսպներով վիթխարի դարպասներով պաշտպանված շքեղ առանձնատների միջ գտնվում էր տարածաշրջանի ամենատպավորիչ բնակավայրերից մեկը։ Ժամանակակից կառույց, հայելապատ ապակիներով, որոնք արտացոլում էին այգու 100-ամյա ծառերը, փակ ջեռուցվող լողավազան, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, մի ամբողջ թ նվիրված բացառապես տանտիրոջ գրասենյակին։ Ռաֆայել Դոմինգյանը 37 տարեկան էր, ղեկավարում էր Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական կոնգլոմերատներից մեկը։ Ավանդական գործարարների ընտանիքի ժառանգ, նա մանուկ հասակից սովորել էր, որ զգացմունքները շքեղություն են, որոնք գործարարները չէին կարող իրենց թույլ տալ մշակել։ Նրա հայրը, Ալբերտ Դոմինգյանը, մանտրանի պես կրկնում էր, որ սառնությունը արդյունավետության հոմանիշ է, իսկ մայրը, Հելենան, էլեգանտ հեռավոր կին, երբեք որևէ կապվածություն չէր դրսևորել, բացի սոցիալական էթիկետի պահանջած պաշտոնական ժեստերից։ Ռաֆայելը մեծացել էր Ֆրանսիայի գիշերօթիկ դպրոցներում, սովորել Լոնդոնի համալսարանում, 25 տարեկանում վերադարձել Հայաստան, ստանձնելու ընտանեկան ընկերության փոխնախագահի պաշտոնը։ Այժմ, 12 տարի անց, նա Դոմինգյանների կայսրության նախագահն ու դեմքն էր։ Բայց այդ ամբողջ մեծությունը գին ուներ։ Ռաֆայելն ապրում էր մենակ այդ առանձնատանը, որն ավելի շատ թանգարան էր հիշեցնում, քան տուն։ Նրա օրերը սկսվում էին առավոտյան 5-ին, 1 ժամ մարզվելով նկուղում տեղադրված անձնական մարզասրահում, որին հաջորդում էր արագ ցնցուղը Մարինայի պատրաստած նախաճաշը, ով այնտեղ աշխատում էր 3 տարի։ Այնուհետ նա օրն անցկացնում էր գրասենյակում փակված, միջազգային ներդրողների հետ տեսաժողովների, շուկայի վերլուծությունների, միլիոնավոր դրամներ շարժող որոշումների միջ։ Երեկոյան, երբ վերադառնում էր, մենակ էր ճաշում ճաշասենյակում, որը կարող էր տեղավորել 20 հոգի, բայց սովորաբար սեղանի մոտ միայն մեկ տեղ էր զբաղված։ Եվ հետո բարձրանում էր իր սենյակ, կարդում մի քանի հաշվետվություն, քնում, շրջապատված այդ հսկայական տան սառը լռությամբ։ Մարինա Ալվեսյանը 28 տարեկան էր, լիովին այլ պատմություն ուներ։ Ծնված-մեծացած նոր Նորքի ծայրամասում, նա գիտեր այն մարդկանց իրականությունը, ովքեր ստիպված էին արթնանալ առավոտյան ժամը 4-ին 2 լեփ լեցուն ավտոբուսով Արաբկիր հասնելու համար։ Տիկին Վերայի միակ դուստրը, 64-ամյա կին, ով պայքարում էր քրոնիկ հիվանդության դեմ, որը թուլացնում էր նրա երիկամները, Մարինան իր ուսերին էր կրում տունը պահելու պատասխանատվությունը։ Նրա հայրը հեռացել էր, երբ նա ընդամենը 5 տարեկան էր, այդ ժամանակից ի վեր մայր ու դուստր միասին էին դիմակայում աշխարհին, պատվով աշխատողի արժանապատվությամբ։ Երբ նա աշխատանք ստացավ Դոմինգյանների առանձնատանը, Մարինան այնտեղ տեսավ հնարավորություն, վերջապես մի փոքր հարմարավետություն ապահովելու իր մոր համար։ Աշխատավարձը լավն էր, միջինից շատ բարձր, Ռաֆայելը դժվար պետք չէր։ Իրականում, նա հազիվ էր նկատում նրա ներկայությունը։ Մարինան մտնում էր առավոտյան 6-ին, մաքրում հսկայական տունը Ժոզեֆայի շաբաթական 3 անգամ եկող խոհարարուհու օգնությամբ, մանրակրկիտ խնամում էր յուրաքանչյուր դետալ։ Նա արդուկում էր Ռաֆայելի հագուստները, կազմակերպում նրա անձնական հանդիպումները, երբ խնդրում էին, ապահովում էր, որ դահլիճի ծաղիկները միշտ թարմ լինեին, որ տունը ունենար անթերի մաքրության մաքուր հոտ։ Կիրակի օրերին նա հանգիստ ուներ։ Եվ այդ կիրակի օրերին էր, որ Մարինան շունչ էր քաշում։ Այդ կիրակի առավոտյան Մարինան արթնացավ կրծքի մեջ տարօրինակ զգացումով։ Դա մի տագնապ էր, որը մեծանում էր վերջին ամիսներին, միայնություն, որը չէր կարող անվանել։ Նա ընկերուհիներ ուներ, իհարկե, բայց ոչ ոք, ով իսկապես հասկանար իր կրած բեռը։ Նրա հանգստյան օրերը բաժանվում էին մորը խնամելու, գնումներ կատարելու, հաշիվներ վճարելու, հաջորդ շաբաթվա համար հանգստանալու փորձերի միջ։ 28 տարեկանում Մարինան զգում էր, որ կյանքն անցնում է իր կողքով, առանց իրեն իսկապես ապրելու հնարավորություն տալու։ Նա ընկեր չուներ, դուրս չէր գալիս, չէր պարում, իրեն թույլ չէր տալիս իսկական թեթության ոչ մի պահ։ Այդ առավոտ, սակայն, նրա մեջ այլ բան էր բաբախում։ Մի ցանկություն անել ինչ-որ բան միայն իր համար, ինչ-որ բան, որը չուներ պատճառ, տրամաբանություն կամ պատասխանատվություն։ Նա իր մոր տանը գտնվող իր պարզ սենյակի պատուհանից նայեց, տեսավ Արի ուժեղ ծագումը, որը խոստանում էր շոգ օր։
Եվ հետո մտածեց լողավազանի մասին։ Առանձնատան հսկայական լողավազանը, որը նա մաքրում էր ամեն շաբաթ, բայց որի մեջ երբեք չէր մտել։ Լողավազանը, որը փայլում էր արի տակ, որպես անհնար հրավեր։ Ռաֆայելը երբեք տանը չէր լինում կիրակի օրերին։ Նա անընդհատ ճանապարհորդում էր, մասնակցում միջոցառումների, գործնական ընթրիքների, ռազմավարական հանդիպումների։ Այդ կոնկրետ կիրակի օրը նա գործնական ուղղորության էր Գյումրիում, չինացի ներդրողների հետ միլիոնավոր դրամների գործարք կնքելով։ Մարինան գիտեր դա։ Նա տեսել էր նրա օրակարգը ուրբաթ օրը։ Տունը դատարկ կլիներ։ Լիովին դատարկ։ Եվ այդ լողավազանը, այդ բյուրեղյա գայթակղիչ ջուրը, այնտեղ կլիներ, պարզապես սպասելով։ Դա իմպուլսիվ որոշում էր։ Մարինան ավտոբուս նստեց մինչ արաբկիր, մտավ առանձնատուն, օգտագործելով իր բանալին, անջատեց ազդանշանը, քայլեց լուռ միջանցքներով։ Նրա սիրտը ուժեղ էր բաբախում, բայց ոչ վախից, այլ տարօրինակ, գրեթե մանկական հուզմունքից։ Կարծես նա ինչ-որ արգելված բան էր անում, բայց մինույն ժամանակ լիովին իրենը։ Նա հասավ տերաս, որտեղ գտնվում էր լողավազանը, հանեց իր հողաթափերը, զգաց տաք հատակը իր ոտքերի տակ։ Արն արդեն բարձր էր, երկնքում ոչ մի ամպ չկար։ Նա շուրջբոլորը նայեց։ Ոչ ոք։ Տունը քնած էր իր լուրջ շքեղության մեջ։ Եվ հետո, մաքուր ազատության ժեստով, Մարինան հանեց իր հագուստը։ Նա լողազգեստ չէր բերել, ոչինչ չէր պլանավորել։ Բայց այնտեղ, այդ ակնթարթին, նա ուզում էր զգալ ջուրն իր մաշկի վրա, ուզում էր զգալ, որ գոյություն ունի իր պարտականություններից, զոհաբերություններից դուրս։ Նա դանդաղ մտավ լողավազան, զգալով, թե ինչպես է տաք ջուրը պատում նրա մարմինը։ Նա սուզվեց, երբ դուրս եկավ, հառաչեց, կարծես տարիների պահված լարվածություն էր կրում։ Նա լողում էր մի կողմից մյուսը, իրեն զգալով ազատ, ինչպես երբեք չէր զգացել։ Մի քանի թանկարժեք րոպեների ընթացքում Մարինան ոչ սպասուհի էր, ոչ նվիրված դուստր, ոչ էլ կերծանրաբեռնված կին։ Նա պարզապես ինքն էր, լողալով գողացված մաքուր գոյության պահի մեջ։ Այն, ինչ Մարինան չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին Ռաֆայել Դոմինգյանը տուն էր գալիս։ Գյումրիի հանդիպումը աղետալի էր եղել։ Չինացի ներդրողները պահանջել էին չարաշահող կետեր, որոնք վտանգում էին ոչ միայն համաձայնագիրը, այլ ընկերության հեղինակությունը։ Ռաֆայելը, ով միշտ պահպանում էր իր հանգստությունը, կորցրել էր համբերությունը, հանկարծակիորեն դադարեցրել բանակցությունները։ Նա նստեց առաջին չվերթը դեպի Երան, կեսօրից անմիջապես հետո հասավ Զվարթնոց օդանավակայան, ուղղվեց տուն, կարիք ունենալով լռության, մենակության, մտածելու, թե ինչպես շրջանցել այդ իրավիճակը։ Նա մտավ ավտոտնակով, բարձրացավ իր սենյակ, հանեց իր հոգնած մարմինը, խեղդող կոստյումը, հագավ շորտ ու շապիկ։ Նա իջավ խոհանոց, ջուր փնտրելու, հենց այդ ժամանակ լսեց մի մեղմ ձայն, գրեթե աննկատելի։ Շարժվող ջրի ձայնը։ Նա կնճռեց հոնքերը։ Այնտեղ ոչ ոք չպետք է լիներ։ Նա քայլեց դեպի տերաս, կանգնեց ապակյա դռան մոտ։ Եվ հետո տեսավ։ Մի կին լողում էր իր լողավազանում։ Մի կին, ում նա անմիջապես ճանաչեց իր թաց շագանակագույն մազերով, որոնք լողում էին ջրի մեջ։ Մարինան։ Նրա սպասուհին։ Եվ նա լիովին մերկ էր։ Ռաֆայելը քարացավ։ Ոչ թե բարոյական ցնցումից կամ վրդովմունքից, այլ մի բանից, որը չէր կարող անվանել։ Այդ տեսարանում մի գեղեցկություն կար, որը նրան անշնչացրեց։ Դա միայն մերկությունը չէր, թե Մարինայի մարմինը անհերքելիորեն գեղեցիկ էր, բնական կորերով մաշկով, որը փայլում էր արի տակ։ Դա ազատությունն էր։ Այն ձը, թե ինչպես էր նա շարժվում ջրի մեջ, փակ աչքերով, շուրթերին մեղմ ժպիտով։ Կարծես նա ականատես էր լինում մի սուրբ պահի, մի բան, որը նախատեսված չէր տեսնելու համար, բայց որը մեկ անգամ տեսնելուց հետո չէր կարող մոռացվել։ Նա գիտեր, որ պետք է իրեն հայտարարեր, ինչ-որ բան ասեր, աղմուկ բարձրացներ, ինչ-որ բան։ Բայց նա չէր կարող շարժվել։ Նա մնաց այնտեղ, թաքնված մուգ ապակյա վարագույրի հետում, դիտելով, թե ինչպես է Մարինան լողում մեջքի վրա, բաց ձեռքերով, դեմքը դեպի երկինք։ Նա այնքան հանգիստ էր թվում, այնքան հեռու ամեն ինչից, որ Ռաֆայելը կրծքի մեջ տարօրինակ ցավ զգաց։ Նախանձ։ Նա նախանձում էր այդ կնոջը, ով աշխատում էր իր համար, ով արթնանում էր լուսադեմին, ով ապրում էր այդքան քիչով, բայց ով այդ պահին կարծես ուներ մի բան, որը նա երբեք չուներ, պարզապես գոյություն ունենալու կարողություն, առանց աշխարհի բեռի իր ուսերին։
Մի քանի րոպեից հետո, որոնք ժամեր թվացին, Ռաֆայելը լուռ վերադարձավ տուն։ Նա բարձրացավ գրասենյակ, փակեց դուռը։ Նստեց ներմուծված կաշվե աթոռին, ձեռքերով շոշափեց իր դեմքը։ Նրա սիրտը դեռ արագ էր բաբախում, շատ ժամանակ անց առաջին անգամ դա բիզնեսի կամ ճնշման պատճառով չէր։ Դա կնոջ պատճառով էր։ Մի կին, ում նա տեսնում էր ամեն օր, բայց ում երբեք իսկապես չէր տեսել։ Մարինան կես ժամ անց դուրս եկավ լողավազանից, չիմանալով, որ իրեն դիտել են։ Նա արագ հագնվեց, ցրփեց մազերը, տերասի պահարանից վերցրած սրբիչով դուրս եկավ առանձնատնից, սիրտը դեռ թեթ։ Այդ գիշեր, մոր համար ընթրիք պատրաստելիս, նա ժպտաց, հիշելով ազատության այդ զգացումը։ Դա նման էր մի համեղ գաղտնիքի, որը նա պահեց միայն իր համար։ Երկուշաբթի օրը, երբ Մարինան եկավ աշխատանքի, ամեն ինչ նորմալ էր թվում։ Ռաֆայելն արդեն գրասենյակում էր, նա շարունակեց իր առօրյան։ Բայց ինչ-որ բան այլ էր։ Երբ նա մտավ նախաճաշը նրա համակարգչի կողքի սկուտերի վրա դնելու համար, ինչպես անում էր ամեն առավոտ, Ռաֆայելը բարձրացրեց աչքերը, նայեց նրան։ Իսկապես նայեց։ Նրա աչքերը սահեցին նրա դեմքի վրայով, պարզ հանգույցով հավաքված մազերի, շագանակագույն աչքերի, որոնք միշտ հոգնած էին թվում, բայց որոնք իրենց սեփական լույսն ունեին։ Մարինան զգաց, թե ինչպես է ջերմություն բարձրանում իր պարանոցով, արագ շեղեց հայացքը։ Բարի առավոտ, պարոն Դոմինգյան, ասաց նա, ինչպես միշտ։ Բարի առավոտ, Մարինա, պատասխանեց նա, նրա ձայնը այլ էր հնչում։ Ավելի մեղմ, գուցե։ Կամ գուցե նա բաներ էր պատկերացնում։ Հաջորդ օրերին Ռաֆայելը սկսեց նկատել մանրամասներ, որոնք երբեք չէր նկատել։ Այն ձ, թե ինչպես էր Մարինան մեղմորեն երգում, սենյակը դասավորելիս։ Այն խնամքը, որով նա ծալում էր իր հագուստները։ Բուսական օճառի մեղմ հոտը, որը մնում էր օդում նրա անցնելուց հետո։ Նա սկսեց ավելի շատ տանից աշխատել, պատճառներ հորինելով, չեղարկելու անձնական հանդիպումները։ Նա գրասենյակի դուռը կիսաբաց էր թողնում, միայն լսելու համար նրա ձայները, տանը շարժվելիս։ Մարինան, իր հերթին, զգում էր այդ հայացքի ծանրությունը։ Նա սկսեց նյարդայնանալ, երբ պետք էր մտնել նրա գրասենյակ։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին սուրճ մատուցելիս, նա իրեն բռնում էր հայելու մեջ նայելիս, մտնելուց առաջ, մազերը ուղղելիս, ստուգելիս, թե արդյոք հագուստը հավասարեցված է։ Նա չէր հասկանում, թե ինչ էր կատարվում, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Նրանց միջ օդը լի էր լուր էլեկտրականությամբ, որը նրան անհանգիստ էր դարձնում։ Դա հինգշաբթի օրը էր, լողավազանի դրվագից 2 շաբաթ անց, երբ տեղի ունեցավ առաջին հպումը։ Մարինան գրասենյակում էր, դասավորելով որոշ փաստաթղթեր, որոնք Ռաֆայելը խնդրել էր արխիվացնել։ Նա կողքին էր, բացատրելով, թե ինչպես էր ուզում, որ դրանք կազմակերպվեն, երբ նա ձեռքը մեկնեց թղթապանակ վերցնելու համար, նրա մատները շոշափեցին նրա մատները։ Դա արագ, պատահական հպում էր, բայց երկուսն էլ զգացին ցնցումը։ Մարինան արագ հետ քաշեց ձեռքը, իսկ Ռաֆայելը անշարժ մնաց, նայելով նրան։ Նրանց աչքերը հանդիպեցին մի վայրկյանով, որը հավերժ թվաց, հետո նա շեղեց հայացքը, շտապ շշնջալով ներողություն դուրս գալով սենյակից։ Ռաֆայելը մնաց այնտեղ, կանգնած, սիրտը արագ բաբախելով։ Այդ պարզ հպումը նրա մեջ արթնացրել էր մի բան, որը տարիներ շարունակ, գուցե հավերժ, քնած էր եղել։ Ցանկություն։ Ոչ միայն ֆիզիկական, թե դա նույնպես առկա էր, այլ ցանկություն ճանաչել նրան, լսել նրա ձայնը ոչ միայն տան մասին հարցերին պատասխանելիս, այլ իր մասին, իր երազանքների, իր վախերի մասին խոսելիս։ Նա ուզում էր իմանալ ամեն ինչ այդ կնոջ մասին, ով մտնում էր իր տուն ամեն օր մինչ լուսաբաց դուրս էր գալիս, երբ Արն արդեն մայր էր մտնում, ամեն ինչ կատարյալ թողնելով, բայց իր հետ տանելով մի առեղծված, որը նա այժմ պետք է բացահայտեր։ Մարինան այդ գիշեր տուն հասավ նորմալից ուշ։ Տիկին Վերան հյուրասենյակում էր, դիտելով երեկոյան 8-ի սերիալը, անմիջապես նկատեց, որ դստեր մոտ ինչ-որ բան այլ է։ Լավ ես, աղջիկս, հարցրեց նա, դադարեցնելով հեռակառավարման վահանակը։ Մարինան ստիպողաբար ժպտաց գլխով արեց։ Պարզապես հոգնած եմ, մայրիկ։ Երկար օր էր։ Բայց երբ նա բարձրացավ իր սենյակ, փակեց դուռը, նա նստեց մահճակալին, ձեռքերը տարավ դեմքին։ Այդ հպումը նրան շարժել էր մի ձով, որը չէր կարող բացատրել։ Եվ դա վտանգավոր էր։ Շատ վտանգավոր։ Ռաֆայելը նրա պետն էր։ Նա ապրում էր լիովին այլ աշխարհում, քան նա։ Նա ուներ փող, իշխանություն, ազդեցություն։ Նա պարզապես սպասուհին էր, կինը, ով մաքրում էր նրա տունը, լվանում նրա հագուստները։
Ցանկացած այլ միտք անհեթեթ էր, անհնարին, դատապարտված ձախողման։ Բայց մինույն է, երբ նա այդ գիշեր փակեց աչքերը, նրա դեմքն էր, որ տեսավ։ Այդ մոխրագույն աչքերը, որոնք հանկարծ կարծես նրան տեսնում էին, ինչպես երբեք։ Ուրբաթ օրը Ռաֆայելը որոշում կայացրեց։ Նա պետք է խոսեր նրա հետ, իսկապես։ Ոչ թե աշխատանքի մասին, ոչ թե տան մասին, այլ ցանկացած այլ բանի մասին։ Նա ուզում էր լսել նրա ձայնը իրական զրույցում։ Նա սպասեց մինչ ուշ երեկո, երբ Ժոզեֆան արդեն գնացել էր, Մարինան լվացքատանը մի քանի վերնաշապիկ էր արդուկում։ Նա իջավ ներք, ինչը հազվադեպ էր անում, կանգնեց դռան մոտ։ Մարինա, կանչեց նա։ Նա շրջվեց, զարմացած։ Այո, պարոն։ Նա վարանեց։ Հանկարծ բոլոր այն բառերը, որոնք նա փորձել էր, ծիծաղելի թվացին։ Դու հեռու ես ապրում այստեղից, չէ՞։ Մարինան թարթեց աչքերը, շփոթված հարցից։ Ես ապրում եմ Նոր Նորքում, պարոն։ Այստեղ հասնելու համար գրեթե 2 ժամ է պահանջվում։ Ռաֆայելը գլխով արեց։ 2 ժամ։ Ամեն օր։ Նա հաստատեց գլխով, չհասկանալով, թե ուր է հասնելու սա։ Իսկ մայրդ, ինչպես է նա։ Մարինան իսկապես զարմացավ։ Նա երբեք չէր հարցրել նրա անձնական կյանքի մասին։ Նա ավելի լավ է, շնորհակալություն հարցնելու համար, պարոն։ Դեղերը օգնում են։ Շատ լավ է, ասաց Ռաֆայելը, իսկ հետո լռեց, չիմանալով, թե էլ ինչ ասի։ Պահը տարօրինակ էր դառնում, Մարինան կրկին ուշադրությունը դարձրեց վերնաշապիկներին, ակնհայտորեն անհարմար զգալով։ Ռաֆայելը նկատեց դա վերադարձավ վերի հարկ, իրեն հիմար զգալով։ Բայց մինույն ժամանակ, նրա մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Նա լսել էր նրա ձայնը, խոսելիս անձնական բանի մասին, տեսել էր նրա կյանքի մի շող, այդ պատերից դուրս։ Եվ դա միայն մեծացրեց նրա ցանկությունը, ավելի շատ ճանաչել նրան։ Հանգստյան օրերը եկան, Մարինան կրկին հանգիստ ուներ։ Բայց այս անգամ նա չվերադարձավ առանձնատուն։ Ամբողջ կիրակի օրը նա անցկացրեց տանը, մորն օգնելով, մաքրություն անելով իրենց փոքր բնակարանում, փորձելով չմտածել Ռաֆայել Դոմինգյանի մասին։ Բայց դա անօգուտ էր։ Նա անընդհատ նրա մտքերում էր, մի ներկայություն, որը չէր կարող հեռացնել։ Ռաֆայելը իր հերթին հանգստյան օրերն անցկացրեց մենակ դատարկ առանձնատանը, քայլելով լուռ միջանցքներով, տարիների մեջ առաջին անգամ զգալով, թե որքան սառն ու անկենդան էր այդ վայրը։ Նա անցավ լողավազանի մոտ կանգնեց, հիշելով այն տեսարանը, որին ականատես էր եղել։ Մարինան լողում էր ազատ, ժպտուն, շողշողուն։ Եվ նա կրծքի մեջ ցավ զգաց, հասկանալով, որ գուցե դա միակ պահն էր, երբ նա իրեն թույլ էր տալիս իսկապես երջանիկ լինել։ Երկուշաբթի օրը, երբ Մարինան վերադարձավ, Ռաֆայելը սպասում էր նրան։ Նա որոշում էր կայացրել հանգստյան օրերին։ Նա չգիտեր, թե ուր կհանգեցներ դա, չգիտեր, ճիշտ էր, թե սխալ, խելամիտ, թե խելագար։ Բայց նա գիտեր, որ այլս չէր կարող ծածնել, թե ոչինչ չի զգում։ Նա այլս չէր կարող նրան վերաբերվել պարզապես որպես անտեսանելի սպասուհու, ով պահում էր իր տունը գործող վիճակում։ Նա պետք է ճանաչեր նրան։ Նա պետք է փորձեր։ Երբ նա ներս մտավ նախաճաշի սկուտեղով, նա վեր կացավ։ Մարինան կանգնեց, զարմացած։ Պարոն։ Նա խորը շունչ քաշեց։ Մարինա, ես ուզում էի շնորհակալություն հայտնել։ Այստեղ կատարած քո աշխատանքի համար։ Ես գիտեմ, որ հաճախ չեմ ասում դա, բայց դու այս տունը անթերի ես պահում։ Եվ ես շնորհակալ եմ դրա համար։ Մարինան թարթեց աչքերը, ակնհայտորեն չիմանալով, թե ինչպես պատասխանի։ Ես շնորհակալություն, պարոն։ Դա իմ աշխատանքն է։ Այդուհանդերձ շարունակեց նա, դու ավելին ես անում, քան քո աշխատանքը։ Դու կյանք ես բերում այս վայրին։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Մարինան զգաց, թե ինչպես է իր սիրտը արագ բաբախում։ Այդ բառերում ինչ-որ բան կար, նրա նայելուձի մեջ ինչ-որ բան, որը շատ ավելին էր, քան պրոֆեսիոնալ շնորհակալությունը։ Նա դրեց սկուտեղը սեղանին մեկ քայլ հետ քաշվեց։ Ներողություն, պարոն։ Ես պետք է ավարտեմ սենյակների մաքրությունը։ Եվ նա արագ դուրս եկավ, նախքան նա էլ ավելին կասեր։ Ռաֆայելը մնաց այնտեղ, կանգնած, իրենից հիասթափված։ Նա վախեցրել էր նրան։ Նա շատ արագ էր գնացել, շատ բաներ ասել։ Բայց մինույն ժամանակ նա չէր կարող զղջալ։
Որովհետև շատ ժամանակ անց առաջին անգամ նա զգացել էր ինչ-որ իրական բան։ Մի բան, որը կապ չուներ բիզնեսի, շահույթի կամ ընտանեկան պարտականությունների հետ։ Նա զգացել էր իսկական մարդկային կապի հնարավորությունը։ Հաջորդ օրերը տարօրինակ պար էին մերձեցման հեռացման միջ։ Ռաֆայելը փորձում էր հնարավորություններ ստեղծել Մարինայի հետ խոսելու համար, հարցնելով պարզ բաների մասին, օգնություն առաջարկելով, երբ նա ծանր բան էր կրում, մնալով այն սենյակներում, որտեղ նա աշխատում էր։ Մարինան իր հերթին փորձում էր հեռավորություն պահել քաղաքավարի, բայց հակիրճ պատասխանելով, խուսափելով երկարատ աչքի կոնտակտից, դուրս գալով սենյակներից անմիջապես իր առաջադրանքները ավարտելուց հետո։ Բայց լարվածությունը միայն մեծանում էր։ Հայացքներն ավելի երկար էին դառնում, լռությունները ավելի լի։ Եվ երկուսն էլ գիտեին, թե չէին ընդունում, որ նրանց մեջ ինչ-որ անխուսափելի բան էր ձևավորվում, մի բան, որը գերազանցում էր բանականությունը, տրամաբանությունը, մի բան, որը չէր հարգում սոցիալական տարբերությունները կամ ապագա հետանքները։ Մի բան, որը, մեկ անգամ արթնանալուց հետո, անհնար կլիներ անտեսել։ Եվ մինչ այդ լարվածությունը մեծանում էր առանձնատան ներսում, դրսում աչքեր էին դիտում։ Դանիելա Ֆերեյրյանը, Ռաֆայելի նախկին գործադիր օգնականը, աշխատանքից ազատվել էր 6 ամիս առաջ, կարո նախագծում մի շարք լուրջ սխալներից հետո։ Բայց ճշմարտությունն ավելի բարդ էր։ Դանիելան սիրահարվել էր Ռաֆայելին, հայտարարել իր զգացմունքները, մերժվել էր քաղաքավարի, բայց կտրուկ ձով։ Աշխատանքից ազատումը եկավ անմիջապես դրանից հետո, թե Ռաֆայելը պնդում էր պրոֆեսիոնալ պատճառներ, Դանիելան միշտ գիտեր, որ դա այն պատճառով էր, որ նա չէր կարողանում տանել նրան իր կողքին այդ ամոթալի իրավիճակից հետո։ Այդ ժամանակից ի վեր նա լուռ կպչունություն էր սնում։ Նա պարբերաբար անցնում էր առանձնատան մոտով, դիտում էր Ռաֆայելի շարժումները, հետում նրա հրապարակային օրակարգին։ Եվ վերջին օրերին նա նկատել էր ինչ-որ այլ բան։ Ռաֆայելն ավելի հաճախ էր տանը լինում։ Եվ ամեն անգամ, երբ նա նայում էր պատերից այն կողմ, տեսնում էր մի կնոջ, ակնհայտորեն սպասուհու, ով աշխատում էր տանը։ Դանիելան սկսեց հետաքննել։ Նա պարզեց Մարինայի անունը, թե որտեղ էր նա ապրում, որ նա հիվանդ մորն էր խնամում։ Եվ հետո սկսեց հավաքել կտորները։ Այն հայացքները, որոնք նա տեսել էր պատուհաններից այն կողմ, այն ձգ, թե ինչպես էր Ռաֆայելը կարծես ձգվում դեպի այն վայրերը, որտեղ Մարինան էր։ Եվ նրա մտքում մի ծրագիր սկսեց ձևավորվել։ Եթե նա չէր կարող ունենալ Ռաֆայելին, ոչ ոք չէր կարող։ Հատկապես ոչ մի աննշան սպասուհի։ Բայց դա Մարինան Ռաֆայելը դեռ չգիտեին։ Առայժմ նրանք թակարդում էին իրենց սեփական գրավչության դիմադրության պարի մեջ, չհասկանալով, որ արտաքին ուժերն արդեն սկսում էին շարժվել, ոչնչացնելու մի բան, որը հազիվ էր սկսել ծաղկել։ Եվ այսպես օրերն անցնում էին յուրաքանչյուրը բերելով նոր հայացք, նոր պատահական հպում, նոր բառ, թաքնված իմաստներով լի, մինչ լարվածությունն անտանելի դարձավ, նրանցից մեկը ստիպված եղավ կոտրել լռությունը, խոստովանել այն, ինչ երկուսն էլ արդեն գիտեին, բայց վախենում էին բարձրաձայնել։ Ասացեք ինձ, թե ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչպես եք կարծում, որ այն կավարտվի։ Դա անպամած երեքշաբթի օր էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Մարինան ավելի վաղ եկավ, քան սովորաբար, առավոտյան ժամը 5:30-ի շուրջ։ Տիկին Վերան հանգիստ գիշեր էր անցկացրել, նա կարողացել էր մի քանի ժամ անընդմեջ քնել շաբաթների մեջ առաջին անգամ։ Նա մտավ առանձնատուն կողային մուտքով, ինչպես միշտ անում էր, սկսեց իր առօրյան, սուրճ պատրաստելով։ Մինչ ջուրը եռում էր, նա խոհանոցի պատուհանից նայեց դեռ մութ այգուն, որը լուսավորված էր միայն դեկորատիվ լապտերներով, որոնք շրջապատում էին քարե արահետը։ Նա մտածեց, թե ինչպես էր իր կյանքը տարօրինակ դարձել վերջին շաբաթներին, բաժանված ամենօրյա կյանքի դաժան իրականության այն անբացատրելի լարվածության մեջ, որը նա զգում էր ամեն անգամ, երբ հատվում էր Ռաֆայելի հետ։ Նա ավարտեց սուրճի պատրաստումը, դրեց այն արծաթե սկուտեղի վրա, հացերի, ներմուծված մուրաբաների թարմ մրգերի հետ, բարձրացավ մինչ գրասենյակ։ Նա թեթակի թակեց դուռը, ինչպես միշտ անում էր, բայց պատասխան չեղավ։ Նա կնճռեց հոնքերը։ Ռաֆայելը միշտ արթնանում էր առավոտյան 5-ին։ Նա դանդաղ հրեց դուռը ներս մտավ։ Գրասենյակը դատարկ էր։ Նա իջավ ներք գնաց նրա սենյակ, ինչը հազվադեպ էր անում։ Նա թակեց սենյակի դուռը։ Լռություն։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Հնարավոր էր, որ նա ճանապարհորդել էր մոռացել զգուշացնել նրան։ Նա զգուշորեն շրջեց դռան բռնակը, բացեց դուռը։ Ռաֆայելը պառկած էր մահճակալին, բայց ինչ-որ բան սխալ էր։
Նույնիսկ սենյակի մթնշաղում Մարինան կարող էր տեսնել, որ նա գունատ էր, բարակ քրտինքի շերտ էր ծածկում նրա ճակատը։ Նա արագ մոտեցավ. «Պարոն Դոմինգյան»։ Նա դժվարությամբ բացեց աչքերը, փորձեց խոսել, բայց նրա ձայնը խռպոտ դուրս եկավ, գրեթե անլսելի։ «Մարինա»։ Նա ձեռքը դրեց նրա ճակատին, զգաց ուժեղ ջերմությունը։ «Բարձր ջերմություն»։ «Դուք այրվում եք», ասաց նա, անհանգստությունը հստակ նրա ձայնի մեջ։ «Ես բժիշկ կկանչեմ»։ Ռաֆայելը փորձեց բողոքել, բայց ուժ չուներ։ Մարինան վերցրեց նրա բջջային հեռախոսը, որը գտնվում էր մահճակալի կողքի սեղանին, կոնտակտներում գտավ դոկտոր Հենրիկի, ընտանիքի անձնական բժշկի համարը։ Նա զանգեց, բացատրեց իրավիճակը, բժիշկը խոստացավ 20 րոպեից այնտեղ լինել։ Սպասելիս Մարինան վազեց լոգարան, վերցրեց մաքուր սրբիչներ, մեկը թրջեց սառը ջրով, վերադարձավ սենյակ։ Նա նստեց մահճակալի եզրին, սկսեց սրբիչը անցկացնել նրա ճակատի, դեմքի, պարանոցի վրայով։ Ռաֆայելը փակեց աչքերը, առաջին անգամ, երբ նա ճանաչում էր նրան, խոցելի թվաց։ «Մարդկային»։ «Շնորհակալություն», շշնջաց նա։ Մարինան պարզապես գլխով արեց, կենտրոնացած մնալով նրա ջերմությունը վերահսկելու վրա մինչ բժշկի գալը։ Եվ այնտեղ, այդ խոցելիության պահին, նրանց միջ ինչ-որ բան կոտրվեց։ Պաշտոնականությունը, հեռավորությունը, սոցիալական արգելքները, ամեն ինչ կարծես փլուզվեց խնամքի այդ պարզ տեսարանի առջ։ Ռաֆայելը բացեց աչքերը, նայեց նրան, իսկապես նայեց, Մարինան պահեց այդ հայացքը։ Այլս պետ սպասուհի չկար։ Միայն երկու մարդ, մեկը խնամում էր մյուսին, մի լուռ կապ, որն ավելին էր ասում, քան 1000 բառ։ Դոկտոր Հենրիկը եկավ, զննեց Ռաֆայելին, ախտորոշեց ուժեղ գրիպ, հավանաբար ձեռք բերված նրա մշտական ճանապարհորդություններից սթրեսով սրված։ Նա նշանակեց բացարձակ հանգիստ առնվազն 3 օրով, դեղորայք մշտական հեղուկներ։ Բժշկի հեռանալուց հետո Մարինան պատրաստեց թեթ ապուր, բերեց դեղերը, համոզվեց, որ Ռաֆայելը ամեն ինչ ընդունի։ Նա փորձեց պնդել, որ կարող է ինքնուրույն հոգալ իր մասին, բայց նա կտրուկ էր։ «Դուք կարիք ունեք պատշաճ խնամքի։ Ես այսօր այստեղ կմնամ»։ Ռաֆայելը վիճելու ուժ չուներ, խորքում նա չէր ուզում։ Նա հավանում էր նրա ներկայությունն այնտեղ, այն իսկական խնամքը, որ նա դրսևորում էր։ Մարինան օրն անցկացրեց նրա սենյակի տան մնացած մասի մեջ, ժամը 1 ստուգելով նրա ջերմությունը, փոխելով սառը սրբիչները, թեյեր, ապուրներ պատրաստելով։ Կեսօրին, երբ նա վերջապես խորը քնեց առաջին անգամ, նա նստեց մահճակալի կողքի բազկաթոռին, դիտեց նրա քնով թուլացած դեմքը։ Տարբեր բան կար նրան այդպես տեսնելու մեջ, առանց անողոք գործադիրի զրահի, որը նա միշտ կրում էր։ Նա ավելի երիտասարդ էր թվում, գրեթե խոցելի։ Երբ Ռաֆայելն արթնացավ, արդեն մթնշաղ էր։ Նա շարժվեց մահճակալին, տեսավ Մարինային դեռ այնտեղ, բազկաթոռին քնած, գլուխը թեքված այնպես, որ հավանաբար ցավեցներ նրա պարանոցը։ Նա մի քանի րոպե դիտեց նրան, նկատելով մանրամասներ, որոնք երբեք չէր նկատել։ Երկար թարթիչները, որոնք ստվեր էին գցում նրա այտերին, նրա շուրթերի մեղմ կորությունը, փոքր, բայց ուժեղ ձեռքերը, աշխատանքից նշանավորված։ Եվ նա կրծքի մեջ ինչ-որ բան զգաց, մի բան, որը նա այդքան երկար ժամանակ չէր զգացել, որ գրեթե մոռացել էր, թե ինչ էր դա։ Քնքշություն։ «Մարինա», մեղմորեն կանչեց նա։ Նա ցնցումով արթնացավ, մի ակնթարթ շփոթված, իսկ հետո հիշեց, թե որտեղ էր։ «Կներեք, ես պետք է տուն գնայի»։ Ռաֆայելը գլխով արեց։ «Ոչ, ես եմ շնորհակալ։ Դու ամբողջ օրն այստեղ մնացիր, ինձ խնամելով»։ «Պետք չէր»։ Մարինան վեր կացավ, մոտեցավ մահճակալին։ «Պետք էր, այո։ Դուք հիվանդ եք»։ «Բայց դա քո պարտականությունը չէ», պնդեց նա։ «Դու արդեն ավելին ես անում, քան պետք է»։ Մարինան վարանեց, իսկ հետո ասաց, այնքան մեղմ, որ նա գրեթե չլսեց. «Ես ուզեցի մնալ»։ Հաջորդած լռությունը տարբեր էր բոլոր մյուսներից։ Դա հնարավորություններով լի լռություն էր, չասված բաներով, որոնք բաբախում էին նրանց միջ օդում։ Ռաֆայելը ձեռքը մեկնեց, գրեթե անգիտակցաբար, Մարինան, կարճ վարանումից հետո, բռնեց այն։ Նրանց մատները միահյուսվեցին, երկուսն էլ զգացին այդ պարզ հպման էլեկտրականությունը։ «Մարինա», սկսեց Ռաֆայելը, նրա ձայնը դեռ թույլ, բայց անկեղծ, «ես պետք է քեզ ինչ-որ բան ասեմ»։ Նա նայեց նրան, սիրտը արագ բաբախելով։ «Վերջին շաբաթներին ես փորձել եմ անտեսել, բայց այլս չեմ կարող։ Դու իմ մտքերից դուրս չես գալիս։
Եվ ես գիտեմ, որ սա խելագարություն է, ես գիտեմ, որ մենք լիովին տարբեր աշխարհներից ենք, բայց ես պետք է անկեղծ լինեմ քո հետ։ Եվ ինքս իմ հետ։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը։ Պարոն Դոմինգյան։ Ռաֆայել, ուղեց նա։ Խնդրում եմ, ինձ Ռաֆայել կանչեք։ Նա գլխով արեց, բաց թողնելով նրա ձեռքը հետ քաշվելով։ Սա չի կարող պատահել։ Դուք գիտեք դա։ Ես ձեր սպասուհին եմ։ Ես մաքրում եմ ձեր տունը, լվանում ձեր հագուստները։ Այն, ինչ դուք զգում եք, իրական չէ, դա պարզապես այն պատճառով է, որ ես հիմա խնամում եմ ձեզ, որ դուք խոցելի եք։ Դա կանցնի։ Չի անցնի, ասաց Ռաֆայելը մի վստահությամբ, որը վախեցրեց նրան։ Ես գիտեմ դա, որովհետև այն ամեն օր աճել է։ Այդ օրվանից։ Նա դադարեց, հասկանալով, որ գրեթե բացահայտել էր, որ տեսել էր նրան լողավազանում։ Մարինան կնճռեց հոնքերը։ Ինչ օր։ Ռաֆայելը շեղեց հայացքը։ Կարոր չէ։ Կարորն այն է, որ ես երբեք ոչ ոքի հետ այդպես չեմ զգացել։ Եվ ես գիտեմ, որ դու նույնպես ինչ-որ բան ես զգում։ Ես տեսնում եմ քո աչքերում այն ծով, թե ինչպես ես նյարդայնանում, երբ ես մոտ եմ։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքները վերջապես հոսում։ Նույնիսկ եթե ես զգայի, ոչինչ չէր փոխվի։ Սա անհնար է։ Ձեր ընտանիքը երբեք չի ընդունի։ Մարդիկ կխոսեն։ Կասեն, որ ես շահամոլ եմ, որ փորձում եմ օգտվել ձեզանից։ Եվ ես չեմ կարող կորցնել այս աշխատանքը։ Մայրս ինձնից է կախված։ Ռաֆայելը փորձեց նստել, բայց դեռ թույլ էր։ Մարինա, խնդրում եմ։ Մի փախեք սրանից։ Մենք կարող ենք միջոց գտնել։ Միասին։ Բայց նա արդեն հետ էր քաշվում դեպի դուռը։ Ես պետք է գնամ։ Դուք պետք է հանգստանաք։ Ես ապուրը կթողնեմ խոհանոցում դեղերը, մահճակալի կողքի սեղանին, հրահանգներով։ Խնդրում եմ, ամեն ինչ ճիշտ ընդունեք։ Եվ նախքան նա էլ ավելին կասեր, նա դուրս եկավ, փակելով դուռը իր հետից։ Մարինան գրեթե վազելով իջավ աստիճաններով, վերցրեց իր իրերը դուրս եկավ առանձնատնից, արցունքներն արդեն ազատորեն հոսում էին նրա դեմքով։ Երբ նա տուն հասավ, տիկին Վերան հյուրասենյակում էր անմիջապես նկատեց դստեր վիճակը։ Մարինա, ինչ պատահեց։ Մարինան իրեն նետեց մոր գիրկը լացեց, ինչպես մանուկ հասակից չէր լացել։ Տիկին Վերան գրկեց նրան, շոյելով նրա մազերը, առանց հարցեր տալու։ Պարզապես պահում էր, ինչպես միշտ արել էր։ Երբ Մարինան վերջապես հանգստացավ, ամեն ինչ պատմեց։ Վերջին շաբաթները, աճող լարվածությունը, Ռաֆայելի խոստովանությունը։ Տիկին Վերան լուր լսեց, երբ դուստրը ավարտեց, ասաց. Դու սիրահարված ես նրան։ Դա հարց չէր, դա փաստ էր։ Մարինան փորձեց հերքել, բայց բառերը մեռան նրա կոկորդում։ Որովհետև դա ճիշտ էր։ Նա սիրահարված էր Ռաֆայել Դոմինգյանին։ Նա փորձել էր պայքարել դրա դեմ, փորձել էր համոզել իրեն, որ դրանք պարզապես ուշադրություն փնտրող միայնակ կնոջ շփոթված հայացքներն էին, բայց այդպես չէր։ Դա իրական էր, խորը բացարձակապես սարսափելի։ Մայրիկ, ես չգիտեմ, թե ինչ անել։ Սա սխալ է։ Նա իմ պետն է։ Տիկին Վերան հառաչեց։ Սերը երբեք սխալ չէ, աղջիկս։ Այն, ինչ կարող է սխալ լինել, այն է, թե ինչպես ենք մենք արձագանքում դրան։ Բայց զգացմունքն ինքնին, դա ամենամաքուրն է, որ գոյություն ունի։ Բայց ինչ կասեք տարբերությունների մասին։ Իսկ ինչ կասեն մարդիկ, հարցրեց Մարինան հուսահատված։ Մարդիկ միշտ կխոսեն, Մարինա։ Միշտ կդատեն։ Հարցն այն է, դու թույլ կտաս, որ ուրիշների դատապարտման վախը քեզ խանգարի ապրելուց։ Քեզ խանգարի երջանիկ լինելուց։ Մարինան պատասխան չուներ դրան։ Նա գիշերն անցկացրեց արթուն, մտածելով, վերապրելով վերջին շաբաթների յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր պատահական հպում։ Եվ առավոտյան, երբ զարթուցիչը զանգահարեց 4-ին, նա դեռ չգիտեր, թե ինչ անել։ Բայց նա գնաց աշխատանքի, որովհետև դա էր նա անում։ Դիմակայում էր։ Մարինա Ալվեսյանը երբեք կյանքում ոչ մի բանից չէր փախել, հիմա չէր սկսի։ Երբ նա հասավ առանձնատուն, պատրաստ էր գտնել Ռաֆայելին դեռ մահճակալին, թույլ ջերմող։ Բայց իր զարմանքին, նա գրասենյակում էր։
Դեռ գունատ, ակնհայտորեն լիովին չապաքինված, բայց հագնված աշխատող։ Նա ներս մտավ սուրճով, նա բարձրացրեց աչքերը։ Մի պահ պարզապես նայեցին միմյանց։ Եվ հետո Ռաֆայելը խոսեց. «Կներեք երեկվա համար։ Ես չպետք է ձեզ այդ դրության մեջ դնեի։ Ես ջերմում էի, ճիշտ չէի մտածում»։ Մարինան զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքի մեջ։ Նա հետ էր քաշվում։ Նա նրան հեշտ ելք էր տալիս, մի ձգ զացնելու, թե ոչինչ չի պատահել։ Եվ նա կարող էր ընդունել դա։ Նա կարող էր դնել սկուտեղը, դուրս գալ վերադառնալ նախկինի անվտանգ առօրյային։ Բայց եթե նա դա աներ, ապա կյանքի մնացած մասը կանցկացներ, մտածելով ինչ կլիներ, եթե։ Եվ տիկին Վերան ճիշտ էր։ Նա փախչող կին չէր։ Նա դրեց սկուտեղը սեղանին, բայց դուրս գալու փոխարեն մնաց այնտեղ, կանգնած նայելով նրան։ «Դուք ջերմող չէիք, երբ ասացիք դա», ասաց նա, նրա ձայնը հաստատուն, չնայած արագ բաբախող սրտին։ Կամ գոնե, ոչ միայն ջերմության պատճառով։ Ռաֆայելը նայեց նրան, զարմացած։ «Մարինա, թույլ տվեք ավարտել», ընդհատեց նա։ «Դուք ճիշտ եք։ Ես նույնպես զգում եմ։ Ես փորձեցի անտեսել, փորձեցի զգացնել, թե ոչինչ չէր, բայց այլս չեմ կարող։ Եվ այո, սա ինձ վախեցնում է։ Շատ է վախեցնում։ Որովհետև ես գիտեմ, որ դժվար կլինի, որ մարդիկ կդատեն, որ մենք կարող ենք վնասվել։ Բայց ինքս ինձ ստելն ավելի դժվար է»։ Ռաֆայելը վեր կացավ, շրջանցելով սեղանը, մինչ կանգնեց նրա դիմաց։ «Համոզվա՞ծ եք դրանում։ Որովհետև եթե մենք սկսենք սա, հետդարձի ճանապարհ չկա։ Ես այլս չեմ կարող ծածնել, թե դուք պարզապես մեկ աշխատակցուհի եք։ Եվ դուք պետք է համոզվեք, որ հենց դա եք ուզում»։ Մարինան նայեց նրա աչքերին, այդ մոխրագույն աչքերին, որոնք սկսել էին բնակվել իր երազներում, գլխով արեց։ «Համոզված եմ»։ Ռաֆայելը դանդաղ բարձրացրեց ձեռքը, նրան ժամանակ տալով հետ քաշվելու, եթե ուզեր, շոշափեց նրա դեմքը։ Հպումը մեղմ էր, գրեթե ակնածալից։ Մարինան փակեց աչքերը, զգալով նրա տաք ափը իր մաշկի վրա։ Եվ հետո նա թեքվեց համբուրեց նրան։ Դա մեղմ, զգույշ համբույր էր, լի վերջին շաբաթների ամբողջ ծանրությամբ։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսի աչքերն էլ փայլում էին հուզմունքից։ «Մենք պետք է զգույշ լինենք», շշնջաց Մարինան։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ ոք իմանա։ Գոնե դեռ ոչ»։ Ռաֆայելը համաձայնեց։ «Դանդաղ կգնանք։ Մեկս մյուսին կբացահայտենք։ Եվ երբ պատրաստ լինենք, միասին կդիմակայենք աշխարհին»։ Նա ժպտաց, շաբաթների մեջ առաջին անգամ իսկական թեթ ժպիտով։ «Միասին», կրկնեց նա, հավանելով այդ բառի հնչյունը։ Ռաֆայելը նրան քաշեց մեկ այլ համբույրի, այս մեկն ավելի երկար, ավելի խորը։ Եվ այնտեղ, այդ գրասենյակում, որը նախկինում պարզապես սառը բիզնեսի հաշվարկված որոշումների վայր էր, ծնվեց ինչ-որ նոր բան։ Մի լուռ խոստում, որ ինչ էլ որ գար, նրանք կփորձեին։ Հաջորդ շաբաթներին Ռաֆայելն ու Մարինան ապրեցին մի տեսակ գաղտնի սիրավեպ, հենց առանձնատան ներսում։ Նա չեղարկեց ճանապարհորդությունները, սկսեց բացառապես տանից աշխատել։ Նրանք իրենց սեփական առօրյան զարգացրին։ Առավոտյան նա բերում էր սուրճը, նրանք մի քանի րոպե զրույցի արագ համբույրների էին գողանում, նախքան նա պետք է վերադառնար աշխատանքի։ Կեսօրին, երբ Ժոզեֆան հեռանում էր, նրանք մենակ էին մնում, միասին էին ճաշում խոհանոցում, ոչ թե մեծ պաշտոնական ճաշասենյակում։ Նրանք խոսում էին ամեն ինչի ոչնչի մասին։ Ռաֆայելը պատմեց իր միայնակ մանկության մասին գիշերօթիկ դպրոցներում, դոմինգյան լինելու մշտական ճնշման մասին, այն մասին, թե ինչպես երբեք ընտրություն չուներ, թե ինչ անել կյանքում։ Մարինան խոսեց նոր նորքում մեծանալու մասին, տիկին Վերայի ուժի մասին, այն երազանքների մասին, որոնք ստիպված էր թողնել աշխատելու տունը պահելու համար։ Եվ որքան ավելի էին ճանաչում միմյանց, այնքան ավելի էին սիրահարվում։ Դա միայն ֆիզիկական գրավչություն չէր, թե դա նույնպես առկա էր ուժեղ ձով։ Դա խորը կապ էր, փոխադարձ ըմբռնում, որը գերազանցում էր բառերը։ Ռաֆայելը պարզեց, որ Մարինան սուր հումոր ուներ, երբ հարմարավետ էր զգում, որ սիրում էր գյուղական երաժշտություն, թե ամոթով էր ընդունում, որ երազում էր մի օր փոքրիկ սրճարան բացել։ Մարինան պարզեց, որ Ռաֆայելը դաշնամուր էր նվագում, որ վախենում էր հորը հիասթափեցնել, չնայած իր ակնհայտ վստահությանը, որ նրա սիրելի ուտեստը պարզ տնական լոլիկի սոուսով մակարոնն էր։ Բայց այդ սերը գաղտնի ապրելը սկսում էր իր գինը պահանջել։
Ռաֆայելը ատում էր անտարբերություն ծածնելը, երբ իր ծնողները զանգում էին կամ երբ որե գործընկեր էր այցելում տուն։ Մարինան իրեն բաժանված էր զգում նրա հետ զգացած երջանկության այն մեղքի մեջ, որը զգում էր դա թաքցնելու համար, կարծես դա ինչ-որ սխալ բան լիներ։ Եվ ահա ուրբաթ երեկոյան, հատկապես ռոմանտիկ ընթրիքից հետո, որը Ռաֆայելն ինքն էր պատրաստել, գործընթացում կերակուրի կեսը այրելով, ինչը նրան ստիպեց ծիծաղել մինչ որովայնի ցավ, նա բռնեց նրա ձեռքը ասաց. «Ես ուզում եմ, որ դու իմ ծնողներին ճանաչես»։ Մարինան քարացավ. «Ինչ»։ «Ես ուզում եմ քեզ ներկայացնել իմ ծնողներին։ Ոչ թե որպես սպասուհի, այլ որպես կին, ում սիրում եմ»։ Մարինան զգաց, թե ինչպես է իր սիրտը արագ բաբախում։ Նա երբեք այդ բառերն առաջ չէր ասել։ Սեր։ Ռաֆայել, դու ինձ սիրում ես։ Նա ժպտաց, մի իսկական ժպիտ, որն ամբողջությամբ փոխում էր նրա լուրջ դեմքը։ Ես քեզ սիրում եմ, Մարինա Ալվեսյան։ Ամբողջությամբ, անուղղելիորեն։ Եվ ես այլս չեմ ուզում թաքցնել դա։ Մարինան արցունքներ զգաց աչքերում, բայց դրանք երջանկության արցունքներ էին։ Ես նույնպես քեզ սիրում եմ։ Նրանք համբուրվեցին, այդ համբույրում կային խոստումներ, վախ, հույս, սեր։ Շատ սեր։ Բայց երբ նրանք բաժանվեցին, Մարինան գլխով արեց. Ձեր ծնողները երբեք չեն ընդունի։ Դուք գիտեք դա։ Նրանք ստիպված կլինեն ընդունել, ասաց Ռաֆայելը հաստատուն։ Որովհետև ես քեզանից հրաժարվելու չեմ։ Երբեք։ Մարինան ուզում էր հավատալ։ Նա այնքան էր ուզում հավատալ, որ դա այդքան պարզ կլիներ։ Բայց նա աշխարհն ավելի լավ էր ճանաչում, քան նա։ Նա գիտեր, թե ինչպես էին մտածում բարձր հասարակության մարդիկ, թե ինչպես էին նայում իր նման մարդկանց։ Արհամարհանքով, կասկածով։ Բայց տեսնելով նրա աչքերում վճռականությունը, համաձայնեց։ Լավ։ Երբ։ Հաջորդ կիրակի։ Ես նրանց կհրավիրեմ այստեղ ճաշելու։ Մարինան խորը շունչ քաշեց։ Մի կիրակի։ Մեկ շաբաթից պակաս ժամանակում իր կյանքը կարող էր ամբողջությամբ փոխվել։ Դեպի լավը կամ դեպի վատը։ Այդ գիշեր, երբ նա տուն վերադարձավ, ամեն ինչ պատմեց տիկին Վերային։ Մայրը լուր լսեց, իսկ հետո ասաց. Եղիր ինքդ քեզ, աղջիկս։ Դա ամեն ինչ է, ինչ կարող ես լինել։ Եվ եթե նրանք քեզ չընդունեն, դա քո մասին չէ։ Դա նրանց մասին է։ Մարինան գրկեց մորը, նրա իմաստությունից ուժ փնտրելով, որը նրան անհրաժեշտ կլիներ Ալբերտ Հելենա Դոմինգյաններին դիմակայելու համար։ Կիրակին շատ արագ եկավ։ Ռաֆայելը բուֆետի ծառայություն վարձեց ճաշը պատրաստելու համար, չցանկանալով, որ Մարինան աշխատեր այն օրը, երբ նրան պետք է ներկայացնեին որպես իր ընկերուհի։ Բայց նա պնդեց օգնել ճաշացանկը, գինիները, ծաղկային կոմպոզիցիաները ընտրելիս։ Դա նրա ձն էր, հաղթահարելու նյարդայնությունը, ձեռքերը զբաղված պահելով։ Նա գնեց պարզ, բայց էլեգանտ զգեստ, ավելին ծախսելով, քան պետք էր, բայց ցանկանալով լավ տպավորություն թողնել։ Ռաֆայելը, երբ տեսավ նրան պատրաստ, շունչը կտրվեց։ Դու գեղեցիկ ես, ասաց նա կարմրեց, ինչպես դեռահաս։ Ալբերտ Հելենա Դոմինգյանները ժամանեցին ուղիղ կեսօրին։ Ռաֆայելը նրանց դիմավորեց հյուրասենյակում, սիրտը արագ բաբախելով։ Նա չէր ասել ճաշի իրական պատճառը, պարզապես ասել էր, որ կարևոր նորություն ուներ։ Նրա մայրը, միշտ էլեգանտ փղոսկրագույն կոստյումով, մեղմ համբուրեց նրա դեմքը։ Նրա հայրը, վեհաշուկ մոխրագույն կոստյումով, սեղմեց նրա ձեռքը, ինչպես միշտ ամուր։ Որտե՞ղ է սպասուհին, հարցրեց Հելենան, շուրջբոլորը նայելով։ Կարծում էի, որ կտեսնեի նրան ողջունելու համար։ Նա միշտ այնքան արդյունավետ է եղել։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց։ Իրականում, Մարինայի մասին էի ուզում խոսել ձեզ հետ։ Ալբերտը կնճռեց հոնքերը։ Նա հրաժարվել է։ Ոչ, ասաց Ռաֆայելը։ Ես ուզում եմ նրան ներկայացնել որպես իմ ընկերուհի։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Հելենան թարթեց աչքերը, կարծես վստահ լիներ, որ սխալ է լսել։ Ալբերտը անշարժ մնաց, մշակելով բառերը։ Եվ հետո, միաժամանակ, երկուսն էլ սկսեցին խոսել։ Դուք կատակում եք։ Ռաֆայել, սա ծիծաղելի է։ Սպասուհին։ Ձեր հայրն ու ես ձեզ չենք մեծացրել, որպեսզի։ Ռաֆայելը բարձրացրեց ձեռքը։ Դադարեք։
Դուք նույնիսկ նրան չեք ճանաչում։ Մարինան զարմանալի կին է, ուժեղ, խելացի։ Նա ինձ երջանիկ է դարձնում մի ձով, որով երբեք չեմ եղել կյանքում։ Եվ ես ձեր հավանությունը չեմ խնդրում, ես ձեզ տեղեկացնում եմ։ Բայց կցանկանայի, որ դուք փորձեք ճանաչել նրան նախքան դատելը։ Հելենան ծանր նստեց բազմոցին, ձեռքը դրամատիկ կերպով դնելով կրծքին։ Ալբերտ, ինչ-որ բան արեք։ Մեր որդին լիովին խելագարվել է։ Ալբերտը, միշտ ավելի պրակտիկ, խստորեն նայեց Ռաֆայելին։ Դուք հասկանում եք դրա հետանքները։ Հասարակությունը, բիզնեսը, մեր հեղինակությունը։ Դուք պատրաստ եք ամեն ինչ նետել հանուն մի։ Զգույշ եղեք, թե ինչ եք ասում, ընդհատեց Ռաֆայելը, նրա ձայնը ցածր, բայց լի նախազգուշացումով։ Որովհետև այն կինը, ում դուք պատրաստվում եք անարգել, այն կինն է, ում ես սիրում եմ։ Եվ ես կպաշտպանեմ նրան։ Ցանկացածից։ Հենց այդ պահին Մարինան հայտնվեց հյուրասենյակի դռան մոտ։ Նա ամեն ինչ լսել էր, միջանցքում թաքնված, որոշել էր, որ ժամանակն է բարձր գլխով դիմակայել իրավիճակին։ Նա մտավ սենյակ, բարձր գլխով, ձեռքը մեկնեց Հելենային։ Բարի երեկո, տիկին Դոմինգյան։ Հաճելի է պաշտոնապես ճանաչել ձեզ։ Հելենան նայեց մեկնված ձեռքին, կարծես դա ինչ-որ վարակված բան լիներ։ Մարինան ամոթալի պահով ձեռքը օդում պահեց, նախքան իջեցնելը։ Նա շրջվեց դեպի Ալբերտը նույնն արեց։ Պարոն Դոմինգյան։ Ալբերտը գոնե կրթվածություն ուներ սեղմելու նրա ձեռքը, թե կարճ սառնորեն։ Լավ, ասաց Հելենան, վերականգնելով իր հանգստությունը, քանի որ բոլորս այստեղ ենք, եկեք ճաշենք։ Շատ բան ունենք քննարկելու։ Ճաշը լարված էր։ Հելենան ակնհայտորեն քաղաքավարի հարցեր էր տալիս, որոնք իրականում քողարկված հետաքննություններ էին։ Որտեղ էր Մարինան սովորել, ինչպիսին էր նրա ընտանեկան պատմությունը, արդյոք նա տներում աշխատելուց բացի այլ հավակնություններ ուներ։ Մարինան անկեղծորեն պատասխանեց, բայց յուրաքանչյուր պատասխան կարծես ավելի էր հիասթափեցնում նրանց։ Նա ուներ միայն ավարտված միջնակարգ կրթություն։ Նրա հայրը լքել էր ընտանիքը։ Նա աշխատում էր 16 տարեկանից։ Ալբերտի Հելենայի համար դա այն ամենն էր, ինչ նրանք պետք է լսեին, իրենց նախապաշարմունքները հաստատելու համար։ Երբ աղանդերը մատուցվեց, Ալբերտը վերջապես անցավ գործի։ Մարինա, կարծում եմ, դու լավ մարդ ես։ Բայց դու պետք է հասկանաս, որ դու իմ որդին ապրում եք շատ տարբեր աշխարհներում։ Ձեր միջ հարաբերությունները ապագա չունեն։ Դու դժբախտ կլինես մեր միջավայրում, իսկ Ռաֆայելը կվնասվի մասնագիտորեն։ Մարինան զգաց, թե ինչպես է բարկությունը մեծանում իր մեջ, բայց ձայնը հանգիստ պահեց։ Ամբողջ հարգանքով, պարոն Դոմինգյան, դուք ինձ բավականաչափ չեք ճանաչում, իմանալու համար, թե արդյոք ես երջանիկ կլինեմ, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերում է Ռաֆայելի վնասվելուն, գուցե դուք պետք է թույլ տաք, որ նա որոշի, թե ինչն է լավագույնը իր կյանքի համար։ Հաջորդած լռությունը սառնաշունչ էր։ Հելենան լայն բացեց աչքերը, ցնցված այն բանից, ինչը նա համարեց անպատկառություն։ Ալբերտը կարմրեց զսպված բարկությունից։ Բայց Ռաֆայելը ժպտաց։ Հպարտ ժպիտ։ Իմ ծնողներ, ասաց նա, դուք երկու ընտրություն ունեք։ Ընդունել, որ Մարինան իմ կյանքի մասն է, կամ կորցնել ձեր որդուն։ Որովհետև ես նրանից հրաժարվելու չեմ։ Ոչ ձեզ համար, ոչ ոքի համար։ Ալբերտը կտրուկ վեր կացավ։ Ապա ընտրիր, Ռաֆայել։ Նա կամ ընկերությունը։ Նա կամ քո ազգանունը։ Նա կամ քո ժառանգությունը։ Որովհետև եթե դու շարունակես այս խելագարությունը, դու ստիպված կլինես ընտրել։ Հելենան նույնպես վեր կացավ, արցունքներ աչքերում, բայց զայրույթի արցունքներ, ոչ թե տխրության։ Լավ մտածիր, թե ինչ ես անում, որդիս։ Մտածիր այն ամենի մասին, ինչ դու դեն ես նետում։ Եվ հետո նրանք դուրս եկան, Ռաֆայելին Մարինային մենակ թողնելով ճաշասենյակում, շրջապատված գրեթե չդիպչված ճաշի մնացորդներով։ Մարինան սկսեց լացել, ձեռքերը դողալով։ Ես գիտեի, որ դա տեղի կունենա։ Ռաֆայելը նրան քաշեց իր գիրկը։ Կարոր չէ։ Նրանք կփոխեն իրենց միտքը։ Կամ ոչ։ Բայց ես քեզանից հրաժարվելու չեմ։ Բայց Մարինան գլխով արեց, հեռանալով։ Ոչ, Ռաֆայել։ Ես չեմ կարող դա անել քեզ հետ։
Ես չեմ կարող թույլ տալ, որ դու ամեն ինչ կորցնես իմ պատճառով։ Այդ ընկերությունը դա քո ժառանգությունն է, դա քո ընտանիքի սերունդների աշխատանքն է։ Եվ ինչ արժե այդ ժառանգությունը, եթե ես պետք է դժբախտ լինեմ այն պահելու համար, հարցրեց Ռաֆայելը, ձայնը կոտրվելով։ Մարինան քնքշորեն շոշափեց նրա դեմքը։ Դու դա հիմա ես ասում, բայց ինչ կլինի 5 տարի հետո։ 10 տարի հետո։ Դու չես զղջա։ Չես մեղադրի ինձ ամեն ինչ կորցնելու համար։ Երբեք, ասաց նա համոզմունքով։ Ես երբեք չէի կարող քեզ մեղադրել։ Բայց Մարինան արդեն կայացրել էր իր որոշումը։ Այնտեղ, այդ արոտ այգում, նա հասկացավ, թե ինչ պետք է աներ։ Ես պետք է գնամ, ասաց նա, նրա ձայնը հազիվ շշուկից ավելի։ Ռաֆայելը քարացավ։ Ինչ։ Ոչ։ Մարինա, ոչ։ Ես պետք է գնամ, կրկնեց նա, հիմա ավելի ուժեղ, նույնիսկ արցունքներով։ Դա միակ ձն է, որ դու կարողանաս վերադառնալ քո կյանքին։ Առանց ինձ, քո ծնողները կներեն քեզ։ Դու կկարողանաս պահել ընկերությունը, քո անունը, ամեն ինչ։ Ես չեմ կարող լինել այն պատճառը, որ դու կորցնես այդ ամենը։ Դու ես այն պատճառը, որ ես ուզում եմ այդ բաներից որը մեկը, ասաց Ռաֆայելը, հուսահատված փորձելով բռնել նրան, բայց նա հեռացավ։ Ես քեզ սիրում եմ։ Խնդրում եմ, մի արա դա։ Ես նույնպես քեզ սիրում եմ, ասաց Մարինան, հիմա հեծկլ տալով։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ չեմ կարող թույլ տալ, որ դու քո ամբողջ կյանքը կործանես իմ պատճառով։ Խնդրում եմ, փորձիր հասկանալ։ Սա ապագա չունի, Ռաֆայել։ Մենք փորձեցինք, բայց աշխարհը թույլ չի տա։ Եվ ես այստեղ չեմ մնա, դիտելու, թե ինչպես ես դու ամեն ինչ կորցնում։ Եվ հետո նա մտավ տուն, գնաց այն փոքրիկ սենյակը, որտեղ պահում էր իր իրերը, վերցրեց պայուսակը, դուրս եկավ հետի դռնից, նախքան Ռաֆայելը կկարողանար կանգնեցնել նրան։ Նա վազեց հետից, կանչելով նրա անունը, բայց երբ հասավ փողոց, նա արդեն նստել էր տաքսի հեռացել։ Ռաֆայելը ծնկի իջավ հենց այնտեղ, մայթի մեջտեղում, առաջին անգամ մանուկ հասակից, լացեց։ Մարինան տուն հասավ կործանված։ Տիկին Վերան նրան դիմավորեց առանց հարցեր տալու, պարզապես գրկեց դստերը, մինչ նա փլուզվում էր։ Երբ Մարինան վերջապես կարողացավ խոսել, ամեն ինչ պատմեց հեծկլ տանքների միջ։ Հանդիպումը, վերջնագիրը, հեռանալու իր որոշումը։ Տիկին Վերան լսեց ամեն ինչ, իսկ հետո ասաց հաստատուն, բայց մեղմ ձայնով. Դու կարծում ես, որ փրկում ես նրան, բայց իրականում կործանում ես երկուսիդ էլ։ Մարինան նայեց մորը, զարմացած։ Մայրիկ, ես չեմ կարող թույլ տալ, որ նա ամեն ինչ կորցնի իմ պատճառով։ Բայց դու թույլ ես տալիս, որ նա կորցնի քեզ։ Եվ այն ծով, թե ինչպես ես նրան նկարագրում, դու ամենակարևոր բանն ես, որ նա երբեք ունեցել է։ Ավելի կարևոր, քան ցանկացած ընկերություն կամ փող։ Բայց ինչ կլինի, եթե նա հետո զղջա, հարցրեց Մարինան, ձայնը փոքրիկ երեխայի ձայնի պես։ Ինչ կլինի, եթե նա ի վերջո ինձ ատի այն ամենի համար, ինչ կորցրել է։ Իսկ ինչ կլինի, եթե նա իր կյանքի մնացած մասը անցկացնի, մտածելով ինչ կլիներ, եթե պատասխանեց տիկին Վերան։ Իսկ ինչ կլինի, եթե նրա կյանքի ամենակարևոր որոշումը կայացվի քո կողմից, առանց նրա ընտրության։ Արդյոք դա արդար է։ Մարինան պատասխան չուներ դրան։ Նա հաջորդ մի քանի օրն անցկացրեց տանը փակված, անտեսելով Ռաֆայելի անդադար զանգերը։ Նա անջատեց հեռախոսը, լսելով նրա ձայնային հաղորդագրությունները, յուրաքանչյուրը նախորդից ավելի հուսահատ։ Նա չվերադարձավ առանձնատուն, չպատասխանեց նրա կապ հաստատելու փորձերին։ Նա պարզապես անհետացավ նրա կյանքից։ Ռաֆայելը, մինչդեռ, կործանված էր։ Նա սկսեց մենակ խմել երեկոյան, մի բան, որը երբեք չէր արել։ Նա ամբողջությամբ դադարեց գնալ գրասենյակ։ Նա ճիշտ չէր ուտում, չէր քնում, թափառում էր դատարկ առանձնատանը, ուրվականի պես։ Ժոզեֆան խոհարարուհին այնքան անհանգստացավ, որ զանգեց Հելենային, ասելով, որ երիտասարդ պետը լավ չէ։ Այսպես, Մարինայի հեռանալուց մեկ շաբաթ անց, Հելենան հայտնվեց առանձնատանը։ Նա որդուն գտավ գրասենյակում, անմորուք, կարմիր աչքերով, շրջապատված դատարկ վիսկիի շշերով։ Նրա դեմքի ցնցումն ակնհայտ էր։ Ռաֆայել, ասաց նա, ձայնը դողալով։ Ինչ ես անում քեզ հետ։ Նա նայեց նրան դատարկ աչքերով։ Ինչ էիք ուզում, որ անեի, մայր։ Դուք հաղթեցիք։ Նա գնաց։ Երջանիկ եք հիմա։
Հելենան դանդաղ նստեց, առաջին անգամ հասկանալով, թե ինչ էր առաջացրել։ Ես դա չէի ուզում։ Ես ուզում էի, որ դու խելքի գաս, ոչ թե քեզ կործանես։ Ռաֆայելը ծիծաղեց, դառը անհումոր ձայնով։ Խելքի։ Ինչ է խելքը, մայր։ Ապրել դատարկ կյանք, շրջապատված հարստությամբ, բայց առանց որևէ իրական կարևոր բանի։ Ամուսնանալ հասարակության որևէ կնոջ հետ, ում հայրս կհավաներ, երեխաներ ունենալ, որոնց կմեծացնեմ նույն սառնությամբ, որով դուք ինձ մեծացրեցիք։ Սա է խելքը։ Հելենան արցունքներ զգաց աչքերում։ Մենք արեցինք ամեն ինչ, ինչ կարող էինք։ Մենք քեզ տվեցինք ամեն ինչ։ Բացի սերից, ասաց Ռաֆայելը, ձայնը կոտրվելով։ Բացի իմ սեփական կյանքը ընտրելու ազատությունից։ Բացի իսկապես երջանիկ լինելու հնարավորությունից։ Եվ երբ վերջապես գտա մեկին, ով ինձ ստիպում էր կենդանի զգալ, դուք դա էլ խլեցիք ինձանից։ Հելենան իսկապես սկսեց լացել այդ ժամանակ, հասկանալով, թե ինչ էր արել։ Նա որդու մեջ տեսավ իր սեփական կյանքի արտացոլանքը, կյանք, լի արտաքինով կոնվենցիաներով, առանց իսկական կրքի կամ իրական երջանկության։ Եվ նա հասկացավ, որ որդուն դատապարտել էր նույն ճակատագրին։ Բայց մինչ Հելենան կկարողանար պատասխանել, զանգը հնչեց։ Ռաֆայելը չշարժվեց, ուստի նա գնաց բացելու։ Երբ նա բացեց դուռը, զարմացավ, տեսնելով մի էլեգանտ կնոջ, ում չէր ճանաչում։ Բարի երեկո, ասաց կինը ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Իմ անունը Դանիելա Ֆերեյրյան է։ Ես աշխատել եմ Ռաֆայելի հետ։ Կարող եմ խոսել նրա հետ։ Հելենան դեռ ցնցված որդու հետ զրույցից վարանեց, բայց հետո համաձայնեց նրան տարավ գրասենյակ։ Ռաֆայելը բարձրացրեց աչքերը, երբ Դանիելան մտավ, շփոթության արտահայտություն անցավ նրա դեմքով։ Դանիելա, ի՞նչ ես անում այստեղ։ Ես լսել եմ քո խնդիրների մասին, ասաց Դանիելան, մոտենալով կեղծ մտահոգության արտահայտությամբ։ Ես ուզեցի գալ, տեսնելու, թե արդյոք լավ ես։ Ի վերջո, մենք տարիներ շարունակ միասին ենք աշխատել։ Ռաֆայելը գնճռեց հոնքերը։ Ինչպես իմացար Մարինայի մասին։ Դանիելան ուսերը թափահարեց, հարմարավետ նստելով բազմոցին։ Բոլորն են խոսում, Ռաֆայել։ Դու գիտես, թե ինչպիսին է բարձր հասարակությունը։ Բամբասանքները արագ են տարածվում։ Նա դադարեց։ Բայց ես պետք է ասեմ, զարմացա։ Դու սպասուհի՞ն։ Իսկապես, դու կարող էիր ավելի լավ ընտրել։ Այն ձ, թե ինչպես նա ասաց դա, վատ քողարկված արամարանքով, Ռաֆայելին զգոն դարձրեց։ Ինչ ես ուզում, Դանիելա։ Նա ժպտաց, այդ ժպիտում ինչ-որ գիշատիչ բան կար։ Ես ուզում եմ օգնել։ Դու դժվար ժամանակաշրջան ես անցնում։ Կորցրել ես աղջկան, հակամարտության մեջ ես քո ընտանիքի հետ, կարող ես կորցնել ընկերությունը։ Դու քո կողքին մեկի կարիքն ունես։ Մեկի, ով հասկանում է քո աշխարհը։ Ես քո օգնության կարիքը չունեմ, սառնորեն ասաց Ռաֆայելը։ Եվ կարծում եմ, որ ավելի լավ է, որ դու հեռանաս։ Դանիելայի ժպիտը թուլացավ։ Ռաֆայել, ես գիտեմ, որ դու դեռ ցավում ես այն բանից, թե ինչպես ավարտվեցին մեր գործերը աշխատանքում, բայց մեր միջ ոչինչ չի ավարտվել, ընդհատեց Ռաֆայելը, որովհետև երբեք ոչինչ չի եղել։ Դու հայտարարեցիր զգացմունքներ, որոնք ես չէի պատասխանում, անհարմար դարձավ միասին աշխատելը, ես քեզ աշխատանքից ազատեցի։ Ահա թե ինչ։ Եվ հիմա ես քաղաքավարի խնդրում եմ, որ դու հեռանաս իմ տանից։ Դանիելան վեր կացավ, առաջին անգամ նրա քաղաքավարության դիմակը ընկավ։ Դու կզղջաս դրա համար, Ռաֆայել։ Դու պատկերացում չունես, թե ինչ ես կորցնում։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ կորցնում, ասաց նա, մտածելով Մարինայի մասին։ Եվ դա դու չես։ Դանիելան զայրացած դուրս եկավ, Ռաֆայելը չգիտեր, բայց նա հենց նոր վտանգավոր թշնամի էր ձեռք բերել։ Հաջորդ օրերին տարօրինակ բաներ սկսեցին պատահել։ Մարինայի լուսանկարները սկսեցին տարածվել սոցիալական ցանցերում, չարամիտ մակագրություններով, որոնք հուշում էին, որ նա շահամոլ էր, շահադիտական, ով գայթակղել էր հարուստ պետին։ Դաժան մեկնաբանություններ էին հայտնվում բամբասանքների կայքերում, հորինված պատմություններ նրա անցյալի մասին, ակնարկներ նրա բնավորության մասին։ Մարինան, ով սոցիալական ցանցեր չուներ, սկզբում դա չտեսավ։ Բայց նրա ընկերուհիները տեսան, շուտով նա իմացավ։ Անարգանքը կործանարար էր։
Նա փակվեց տանը, ամաչելով դուրս գալ, դիմակայել հայացքներին, շուկներին։ Ռաֆայելը, երբ իմացավ, կատաղեց։ Նա փաստաբաններ վարձեց, փորձեց հետել հրապարակումների աղբյուրին, բայց ով էլ որ դա անում էր, խելացի էր, օգտագործելով կեղծ պրոֆիլներ VPN-ներ։ Բայց նա իր կասկածներն ուներ։ Դանիելա։ Դա պետք է լիներ նա։ Նա ուներ բոլոր պատճառները, իր անձնական կյանքի մասին ամբողջ գիտելիքը, ամբողջ անբարոյականությունը, որն անհրաժեշտ էր։ Նա գնաց նրա բնակարան, դիմակայեց նրան, բայց նա հերքեց ամեն ինչ, փորձված անմեղությամբ։ Առանց ապացույցների նա ոչինչ չէր կարող անել օրինականորեն։ Մինչդեռ Ալբերտ Դոմինգյանը նույնպես իր սեփական բացահայտումներն էր ունենում։ Հելենայի Ռաֆայելի հետ զրույցից հետո նա ամեն ինչ պատմեց ամուսնուն։ Թե ինչպես էր գտել որդուն կործանված, խմող, ակնհայտորեն խորը դեպրեսիայի մեջ։ Ալբերտը, ով միշտ հպարտացել էր իր ուժով ռացիոնալությամբ, այցելեց որդուն։ Այն, ինչ նա տեսավ, ցնցեց նրան։ Ռաֆայելը քաշ էր կորցրել, խորը աչքատակեր ուներ, թվում էր, թե այն վստահ մարդու ստվերն էր, որը միշտ եղել էր։ Որդիս, ասաց Ալբերտը, տարիների մեջ առաջին անգամ այդ տերմինը քնքշորեն օգտագործելով, ես չգիտեի, որ այդքան վատ ես։ Ռաֆայելը հոգնած աչքերով նայեց հորը։ Ինչ էիք սպասում, հայր։ Որ ես պարզապես կմոռանայի նրա մասին կշարունակեի առաջ, կարծես ոչինչ չի պատահել։ Ալբերտը նստեց, առաջին անգամ իսկապես նայեց որդուն։ Ոչ թե որպես ընկերության իրավահաջորդի, ոչ թե որպես Դոմինգյան անվան ժառանգի, այլ որպես իր որդու, տառապող մարդու։ Պատմիր նրա մասին, հանկարծ ասաց նա։ Ռաֆայելը, զարմացած խնդրանքից, վարանեց։ Բայց հետո սկսեց խոսել։ Պատմեց Մարինայի մասին, նրա ուժի, արժանապատվության, մոր հանդեպ սիրո, համեստ, բայց անկեղծ երազանքների մասին։ Պատմեց, թե ինչպես էր նա իրեն ծիծաղեցնում, ինչպես էր նա իրեն մարտահրավեր նետում, ինչպես էր նա իրեն տեսնում ոչ թե որպես Ռաֆայել Դոմինգյան միլիարդատեր գործարար, այլ պարզապես որպես Ռաֆայել տղամարդ։ Եվ խոսելիս Ալբերտը սկսեց հասկանալ։ Նա որդու աչքերի փայլի մեջ, երբ նա խոսում էր նրա մասին, այն ծով, թե ինչպես էր նրա ձայնը կենթանանում նրան նկարագրելիս, տեսավ մի բան, որը ինքը երբեք չէր ունեցել։ Իսկական գիրք։ Իրական սեր։ Եվ իր պրագմատիկ հաշվարկված կյանքում առաջին անգամ Ալբերտ Դոմինգյանը մտածեց, թե արդյոք սխալ չէր թույլ տվել։ Արդյոք չէր զոհաբերել որդու երջանկությունը սոցիալական կոնվենցիաների ընտանեկան հպարտության զոհասեղանին։ Որտեղ է նա հիմա, հարցրեց նա, երբ Ռաֆայելը ավարտեց։ Չգիտեմ, խոստովանեց Ռաֆայելը։ Նա անջատել է հեռախոսը, փոխել հասցեն։ Ես փորձեցի գտնել նրան, բայց նա չի ուզում, որ իրեն գտնեն։ Ալբերտը երկար լռեց։ Այնուհետ վեր կացավ ձեռքը դրեց որդու ուսին, մի բան, որը նա չէր արել Ռաֆայելի մանուկ հասակից։ Մենք կբերենք նրան հետ։ Ռաֆայելը նայեց հորը, չհասկանալով։ Ինչ։ Մենք կգտնենք այդ աղջկան կբերենք նրան հետ։ Որովհետև դու ճիշտ ես, որդիս։ Ընկերություն, անուն, ժառանգություն, դրանցից ոչ մեկը կարող չէ, եթե դու չունես մեկը, ում հետ կիսվես։ Եվ ես սխալվել եմ։ Ես շատ եմ սխալվել։ Առաջին անգամ շաբաթների մեջ Ռաֆայելը հույսի կայծ զգաց։ Բայց այդ հույսը փորձության կենթարկվեր այնպիսի ձերով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել, որովհետև Դանիելան դեռ չէր ավարտել իր խաղերը, այն փոթորիկը, որ նա ստեղծում էր, նոր էր սկսվում։ Մարինային գտնելը հեշտ չէր։ Նա տեղափոխվել էր նոր Նորքի բնակարանից, տիկին Բերային տանելով մի վայր, որը ոչ ոք չգիտեր։ Նա փոխել էր հեռախոսահամարը, ջնջել իր բոլոր սոցիալական ցանցերը։ Կարծես նա անհետացել էր երկրի երեսից։ Բայց Ռաֆայելը չհանձնվեց։ Հոր օգնությամբ, ով զարմանալիորեն վճռականություն ցուցաբերեց իր սխալն ուղղելու համար, նա մասնավոր հետախույզներ վարձեց։ 3 շաբաթ պահանջվեց, բայց վերջապես նրան գտան։ Նա մայրը ապրում էին Աբովյանի փոքրիկ մեքսենյակում, Կոտայքի մարզում, բավականաչափ հեռու, որպեսզի Երանի բարձր հասարակության ոչ ոք նրան պատահաբար չգտներ։ Շաբաթ առավոտյան Մարինայի հեռանալուց 3 շաբաթ անց նա մեքսենյակի փոքրիկ խոհանոցում մոր համար նախաճաշ էր պատրաստում, երբ դռան զանգը հնչեց։ Նա կնճռեց հոնքերը, շփոթված։ Հյուրեր չէր սպասում։ Նա նայեց դռան, աչքից քարացավ։ Ալբերտ Հելենա Դոմինգյանները դռան դրսում էին։ Նրա առաջին բնազդը չբացելն էր, ծածնելով, թե տանը չէ։
Բայց տիկին Վերան, ով լսել էր զանգը հյուրասենյակից, հարցրեց. «Ո՞վ է, աղջիկս»։ Մարինան խորը շունչ քաշեց։ Եթե Ռաֆայելի ծնողները իրենց տվել էին նրան գտնելու դժվարությունը, նա գոնե պետք է լսեր նրանց։ Նա բացեց դուռը։ Հելենան առաջինը խոսեց, նրա առաջին բառերը լիովին անսպասելի էին. «Մարինա, մենք եկել ենք ներողություն խնդրելու»։ Մարինան թարթեց աչքերը, չիմանալով, թե արդյոք ճիշտ է լսել։ «Ներողություն»։ Ալբերտը մեկ քայլ առաջ արեց։ «Կարող ենք ներս մտնել։ Շատ բան ունենք խոսելու»։ Մարինան վարանեց, բայց հետո ավելի լայն բացեց դուռը, թույլ տվեց նրանց ներս մտնել։ Մեկսենյակը շատ փոքր էր, առանձնատան համեմատ, բայց անթերի մաքուր էր կազմակերպված։ Տիկին Վերան նստած էր փոքրիկ բազմոցին, երբ տեսավ էլեգանտ այցելուներին, լարվեց։ Մարինան արագ ներկայացրեց նրանց. «Մայրիկ, սրանք Ռաֆայելի ծնողներն են»։ Տիկին Վերան գլխով արեց, գնահատող հայացքով։ Հելենան Ալբերտը անհարմար նստեցին ճաշասեղանի պարզ աթոռներին։ Հելենան սկսեց, առաջին անգամ Մարինան նրա աչքերում խոցելիության նման ինչ-որ բան տեսավ։ «Մարինա, մենք այստեղ ենք եկել, որովհետև մեր որդին կործանված է։ Նա չի ուտում, հազիվ է քնում, ընկճվածության մեջ է խորասուզվում։ Եվ դա մեզ ստիպեց ինչ-որ բան հասկանալ»։ Նա դադարեց, կարծես հաջորդ բառերը դժվար էին։ «Մենք սխալ էինք։ Լիովին սխալ։ Քո մասին, ձեր երկուսի մասին, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում»։ Ալբերտը շարունակեց այնտեղ, որտեղ նա դադարել էր. «Ես ամբողջ կյանքս կայսրություն, անուն, հեղինակություն կառուցելով եմ անցկացրել։ Եվ այդ գործընթացում մոռացել եմ իմ որդուն սովորեցնել ամենակարևոր բանը, ինչպես երջանիկ լինել։ Ես նրան մեծացրել եմ ուժեղ լինելու համար, զգացմունքներ չդրսևորելու համար, միշտ բիզնեսն առաջնահերթ դասելու համար։ Եվ նա դարձավ հենց այն, ինչ ես ուզում էի, որ նա լիներ։ Մինչ դու հայտնվեցիր»։ Մարինան արցունքներ զգաց աչքերում, բայց իրեն ստիպեց լուռ մնալ, թույլ տալով նրանց խոսել։ Հելենան բռնեց Մարինայի ձեռքը, մի ժեստ, որը զարմացրեց նրան։ «Երբ դու մտար նրա կյանք, ինչ-որ բան փոխվեց։ Նա սկսեց իսկապես ժպտալ, ծիծաղել, ապրել, ոչ թե պարզապես գոյություն ունենալ։ Եվ դա մեզ վախեցրեց, որովհետև մենք չգիտեինք, թե ինչպես վարվել Ռաֆայելի հետ, ով զգում էր, ով սիրում էր, ով ընտրություններ ուներ, որոնք դուրս էին բիզնեսից»։ Նա սեղմեց Մարինայի ձեռքը։ «Բայց տեսնելը, թե ինչ արեց մեր մերժումը նրա հետ, բացեց մեր աչքերը։ Մենք նախընտրում ենք ունենալ մեռած որդի ներսից, բայց սոցիալապես ընդունելի, քան երջանիկ որդի, բայց սիրահարված մեկ այլ դասի մեկին։ Ինչ տեսակի ծնողներ է դա մեզ դարձնում»։ Մարինան հիմա իսկապես սկսեց լացել։ «Դուք չեք հասկանում։ Ես արեցի այն, ինչ արեցի, որովհետև սիրում եմ նրան։ Ես չէի կարող թույլ տալ, որ նա ամեն ինչ կորցնի իմ պատճառով։ Ընկերությունը, ընտանիքի անունը, ամեն ինչ։ Բայց նա արդեն կորցրել է ամեն ինչ», մեղմորեն ասաց Ալբերտը։ «Նա կորցրել է քեզ։ Եվ դա ավելի վատ էր, քան այն ամենը, ինչ մենք կարող էինք խլել նրանից»։ Տիկին Վերան, ով մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես խոսեց. «Մարինա, աղջիկս, ես քեզ մեծացրել եմ ուժեղ լինելու համար, դժվարություններին արժանապատվությամբ դիմակայելու համար։ Բայց տարբերություն կա ուժեղ լինելու, երջանիկ լինելուց վախենալու մեջ։ Դու արժանի ես երջանիկ լինելու։ Եվ եթե այդ տղան քեզ երջանիկ է դարձնում, ապա ոչինչ կարևոր չէ»։ Մարինան նայեց մորը, հետո Հելենային, Ալբերտին, իսկ հետո փլուզվեց։ Ցավի, միայնության, կարոտի բոլոր օրերը դուրս եկան։ Հելենան գրկեց նրան, Մարինայի զարմանքին, նա նրա հետ լացեց։ Այնտեղ, այդ պարզ մեկսենյակում, սոցիալական արգելքները փլուզվեցին։ Նրանք այլս հարուստ հասարակուհի, աղքատ սպասուհի չէին։ Նրանք պարզապես երկու կին էին, երկուսն էլ ճանաչում էին սխալները, փորձում ուղղել դրանք։ Երբ Մարինան վերջապես հանգստացավ, Ալբերտը խոսեց. «Վերադարձիր նրա մոտ, Մարինա։ Խնդրում եմ։ Եկեք մեզ հետ հիմա։ Նա սպասում է մեզ։ Նա չգիտի, որ մենք այստեղ ենք, բայց սպասում է, որովհետև դեռ հույս ունի, որ դու կվերադառնաս»։ Մարինան նայեց տիկին Վերային, հավանություն փնտրելով։ Նրա մայրը ժպտաց, այն ջերմ ժպիտը, որը միշտ հանգստացնում էր նրան։ «Գնա, աղջիկս։ Գնա քո երջանկության հետից։
Մարինան գլխով արեց, ցրփեց արցունքները, 10 րոպեից պակաս ժամանակում նա Ալբերտի Հելենայի Մերսեդեսի հետի նստատեղում էր, գնալով դեպի Արաբկիր։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ մյուսները կարող էին լսել դա։ Նա վերադառնում էր։ Նա վերադառնում էր Ռաֆայելի մոտ։ Երբ նրանք հասան առանձնատուն, Հելենան Ալբերտը մնացին մեքենայում։ Գնա, ասաց Հելենան քաջալերող ժպիտով։ Նա ներսում է։ Հավանաբար գրասենյակում, ինչպես միշտ։ Մարինան դողացող ոտքերով իջավ մեքենայից։ Նա քայլեց դեպի մուտքի դուռը, օգտագործեց բանալին, որը դեռ կախված էր նրա պարանոցին բարակ շղթայով, Ռաֆայելի նվերը, որը նա երբեք չէր կարողացել հանել։ Նա մտավ առանձնատուն, որը այդքան լավ էր ճանաչում, ամեն ինչ թվում էր հենց այնպես, ինչպես նա թողել էր, բացի դատարկության զգացումից, որը ներթափանցում էր օդը։ Նա դանդաղ բարձրացավ աստիճաններով, յուրաքանչյուր աստիճան մեծացնելով նրա անհանգստությունն ու սպասումը։ Նա հասավ գրասենյակի դռանը կանգնեց, լսելով։ Լռություն։ Նա մեղմ թակեց։ Ներս մտիր, լսվեց Ռաֆայելի ձայնը, խռպոտ հոգնած։ Մարինան բացեց դուռը։ Նա նստած էր սեղանի մոտ, թղթերով շրջապատված, բայց երբ բարձրացրեց աչքերը տեսավ նրան, լիովին անշարժացավ։ Մի պահ նրանցից ոչ ոք չշարժվեց, պարզապես նայեցին միմյանց, նրանց բաժանող տարածության միջով։ Եվ հետո Ռաֆայելն այնքան արագ վեր կացավ, որ գցեց աթոռը։ Մարինա։ Նրա ձայնը նման էր մեկին, ով տեսնում էր միրաժ, վախենալով, որ եթե թարթի, նա կանհետանա։ Դու ես։ Իսկապես այստեղ ես։ Մարինան գլխով արեց, արցունքներն արդեն հոսում էին։ Ես այստեղ եմ։ Եվ հետո նա երեք լայն քայլով անցավ գրասենյակը, նրան քաշեց իր գիրկը, այնքան ամուր բռնելով, որ նա հազիվ էր կարողանում շնչել։ Բայց դա նրան չէր հետաքրքրում։ Նա խորասուզվեց այդ գրկախառնության մեջ, զգալով նրա հոտը, նրա ջերմությունը, նրա ամրությունը։ Դու վերադարձար, շշնջաց նա նրա մազերին։ Ես կարծում էի, որ քեզ կորցրել էի հավերժ։ Ձեր ծնողները ինձ գտան, ասաց Մարինան, բավականաչափ հեռանալով նրա աչքերին նայելու համար։ Նրանք եկան ինձ մոտ, ներողություն խնդրեցին, ինձ աղաչեցին վերադառնալ։ Ռաֆայելը նրան նայեց անհավատալիորեն։ Իմ ծնողները։ Նույն ծնողները, ովքեր վերջնագիր տվեցին։ Մարինան ծիծաղեց արցունքների միջով։ Նույնը։ Նրանք փոխվել են, Ռաֆայել։ Կամ գոնե փորձում են։ Նրանք հիմա ներքում են, սպասելով ձեզ հետ խոսելու համար։ Ռաֆայելը գլխով արեց, դեռ մշակելով։ Ես չեմ կարող հավատալ։ Ես։ Եվ հետո դադարեց խոսել, պարզապես համբուրեց նրան։ Դա հուսահատ, քաղցած համբույր էր, լի վերջին շաբաթների բոլոր զգացմունքներով։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ լացում էին ծիծաղում։ Նրանք միասին իջան, ձեռք ձեռքի տված, գտան Ալբերտին Հելենային, սպասելիս հյուրասենյակում։ Երբ Ռաֆայելը տեսավ նրանց, լարվեց, բայց նրա հայրը մոտեցավ, արեց մի բան, որը երբեք չէր արել Ռաֆայելի չափահաս կյանքում, գրկեց նրան։ Կներես, որդիս։ Ամեն ինչի համար։ Այն բանի համար, որ չեղա այն հայրը, որի կարիքը դու ունեիր, այն բանի համար, որ գրեթե կործանեցի քո երջանկության հնարավորությունը։ Ես սխալվել եմ։ Եվ ես կյանքիս մնացած մասը կանցկացնեմ, փորձելով ուղղել դա։ Ռաֆայելը, արցունքներ աչքերում, գրկեց հորը։ Դա բուժման, վերսկսման, մի ընտանիքի պահ էր, որը վերջապես սովորում էր իսկապես սիրել։ Հաջորդ օրերին ամեն ինչ սկսեց իր տեղը գտնել։ Ռաֆայելը վերադարձավ ընկերություն, բայց այս անգամ նոր հեռանկարով։ Ծնողների աջակցությամբ նա խորհրդին ներկայացրեց ընկերության նոր ուղղություն։ Շահույթի մի մասը կուղղվեր սոցիալական ծրագրերին, կարիքավոր համայնքների փոքր ձեռնարկատերերին աջակցությանը, կրթաթոշակներին։ Դոմինգյանների ընկերությունը չէր լինի միայն շահույթի մասին, այլ իրական սոցիալական ազդեցության։ Եվ Ռաֆայելի զարմանքին, խորհրդի մեծ մասը աջակցեց փոփոխությանը։ Նրանք, ովքեր չաջակցեցին, փոխարինվեցին։ Մարինան վերադարձավ առանձնատուն, բայց այլս ոչ որպես սպասուհի։ Ռաֆայելը պնդեց, որ նա այլս տունը չմաքրի, բայց նա չէր ուզում առանց գործի մնալ։ Հենց այդ ժամանակ նրանք միտք ունեցան։
Մարինան կդառնար առանձնատան կառավարիչը, վերահսկելով բոլոր աշխատակիցներին, կազմակերպելով բարեգործական միջոցառումներ, որոնք Ռաֆայելն այժմ պարբերաբար էր խթանում, օգնելով նրան կապ հաստատել այն համայնքների հետ, որոնց ընկերությունն այժմ աջակցում էր։ Նա ուներ այն տեսլականը, ով ճանաչում էր ծայրամասերի իրականությունը, այդ տեսլականը անգնահատելի դարձավ ընկերության նոր սոցիալական նախագծերի համար։ Բայց ամեն ինչ կատարյալ չէր։ Դանիելա Ֆերեյրյանը դեռ դրսում էր, նա չէր ավարտել։ Ռաֆայելի Մարինայի կողմից կազմակերպված բարեգործական գալա երեկոյի ժամանակ նա հայտնվեց։ Ոչ ոք չգիտեր, թե ինչպես էր նա հրավեր ստացել, բայց նա այնտեղ էր, էլեգանտ սադրիչ կարմիր զգեստով, ժպտալով, կարծես պարզապես մեկ հյուր լիներ։ Մարինան առաջինը տեսավ նրան ստամոքսի մեջ սեղմում զգաց։ Նա լսել էր Դանիելայի մասին, այն դաժան բաների մասին, որ նա տարածել էր սոցիալական ցանցերում։ Ռաֆայելը, հետելով Մարինայի հայացքին, նույնպես տեսավ նրան, նրա դեմքը կոշտացավ։ Դանիելան վստահորեն մոտեցավ զույգին։ Ռաֆայել, Մարինա։ Ինչպիսի գեղեցիկ միջոցառում։ Ով կմտածեր, որ խիստ Ռաֆայել Դոմինգյանը բարերար կդառնա։ Նրա քաղցր ձայնի մեջ թույն կար։ Ռաֆայելը պատրաստվում էր ինչ-որ բան ասել, բայց Մարինան կանգնեցրեց նրան, ձեռքով դիպչելով նրա թին։ Նա մեկ քայլ առաջ արեց, նայելով Դանիելայի աչքերին։ Դանիելա, չէ՞։ Շատ բան եմ լսել ձեր մասին։ Այն բաների մասին, որ դուք տարածել եք իմ մասին, չարամիտ մեկնաբանությունների, ստերի մասին։ Դանիելան ժպտաց, բայց նրա աչքերում նյարդայնություն կար։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Գիտեք, այո, ասաց Մարինան, նրա ձայնը հանգիստ, բայց հաստատուն։ Եվ ես ուզում էի, որ դուք իմանայիք մի բան։ Դա չաշխատեց։ Մեզ բաժանելու, ինձ նվաստացնելու, մեր ունեցածը ոչնչացնելու ձեր փորձերը, ամեն ինչ ձախողվեց։ Որովհետև այն, ինչ Ռաֆայելն ու ես ունենք, իրական է։ Այն հիմնված է սիրո, հարգանքի վստահության վրա։ Ոչ թե պատրանքների, կպչունությունների կամ մանիպուլյացիաների։ Դանիելայի ժպիտը թուլացավ։ Մարինան շարունակեց. Ես խղճում եմ ձեզ։ Խղճում եմ, որովհետև դուք այնքան եք կլանված դառնությամբ նախանձով, որ չեք կարողանում տեսնել, որ վատնում եք ձեր սեփական կյանքը, փորձելով ոչնչացնել ուրիշների երջանկությունը։ Բայց սա այսօր ավարտվում է։ Եթե դուք շարունակեք ձեր զրպարտությունները, մենք իրավական միջոցներ կձեռնարկենք։ Բայց դրանից ավելին, մենք պարզապես կանտեսենք ձեզ։ Որովհետև դուք արժանի չեք մեր մտքերի ոչ մի վայրկյանին։ Եվ հետո Մարինան շրջվեց վերադարձավ Ռաֆայելի մոտ, Դանիելային թողնելով այնտեղ, նվաստացած բացահայտված։ Շուրջ բոլորի մի քանի մարդ լսել էին զրույցը, շշուկները սկսվեցին։ Այս անգամ, սակայն, շշուկները Մարինայի մասին չէին, այլ Դանիելայի։ Դանիելայի կպչունությունը վերջապես հրապարակայնորեն բացահայտվեց, երբ մի հետաքննող լրագրող, ով լուսաբանում էր միջոցառումը, ճանաչեց Մարինայի դեմ նրա օգտագործած որոշ մարտավարություններ, որպես նույնը, ինչ նա օգտագործել էր այլ մարդկանց դեմ անցյալում։ Նա հրապարակեց մի հոդված, բացահայտելով ոչ միայն Մարինայի դեմ նրա գործողությունները, այլ մանիպուլյատիվ կպչուն վարքի օրինակ։ Դանիելայի հեղինակությունը կործանվեց, նա վերջապես ստիպված եղավ մասնագիտական օգնություն փնտրել, անհետանալով Երանի սոցիալական տեսարանից։ Այս վերջին սպառնալիքը վերացնելուց հետո Ռաֆայելն ու Մարինան վերջապես կարողացան խաղաղությամբ ապրել իրենց սերը։ Ռաֆայելը Մարինային ամուսնության առաջարկ արեց 3 ամիս անց, ոչ թե թանկարժեք ռեստորանում կամ էկզոտիկ ճանապարհորդության ժամանակ, այլ այն վայրում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, առանձնատան լողավազանի կողքին։ Դա կիրակի օր էր, նա ամեն ինչ գաղտնի էր պատրաստել։ Երբ Մարինան իջավ տերաս, նա գտավ լողավազանը, շրջապատված լողացող մոմերով վարդի թերթիկներով։ Ռաֆայելն այնտեղ էր, ծնկի իջած, պարզ, բայց գեղեցիկ մատանիով։ Մարինա Ալվեսյան, ասաց նա, ձայնը հուզմունքից խեղդված, դու ինձ սովորեցրիր, թե ինչ է նշանակում իսկապես ապրել։ Ինձ սովորեցրիր սիրո, զոհաբերության, այն մասին, թե ինչն է իսկապես կարոր։ Դու ինձ փրկեցիր դատարկ կյանքից։ Կուզես ինձ դարձնել աշխարհի ամենաերջանիկ մարդը համաձայնել լինել իմ կինը։ Մարինան, ուրախությունից լացելով, հազիվ կարողացավ խոսել։ Նա պարզապես եռանդուն գլխով արեց դողացող ձեռքը մեկնեց։ Երբ Ռաֆայելը մատանին դրեց նրա մատին, նա նրան քաշեց համբույրի, որը կարծես կնքեց ոչ միայն նշանադրությունը, այլ բոլոր այն փորձությունները, որոնք նրանք միասին էին անցել։
Նրանք ամուսնացան 3 ամիս անց առանձնատան այգում կայացած հուզիչ արարողության ժամանակ վերափոխված իրենց կյանքի ամենահատուկ օրվա համար։ Ծաղիկները պարզ էին, բայց առատ, աթոռները զարդարված սպիտակ ժապավեններով, որոնք պարում էին գարնանային կեսօրվա մեղմ քամուց։ Դա շքեղ արարողություն չէր, բայց իսկական էր, լի սիրով մարդկանցով, ովքեր իսկապես կարոր էին։ Տիկին Վերան, ով հրաշալիորեն էր արձագանքել նոր բուժմանը, որը Ռաֆայելը նրա համար ձեռք էր բերել իր բժշկական կապերի միջոցով, շողշողուն էր բաց կապույտ զգեստով։ Հենց նա էր դստերը առաջնորդում թերթիկների գորգով դեպի սպիտակ ծաղիկների կամարի տակ գտնվող իմպրովիզացված զոհասեղանը։ Նրա աչքերը փայլում էին երջանկության արցունքներից, տեսնելով Մարինային այդքան գեղեցիկ իր պարզ, բայց էլեգանտ զգեստով, բացված մազերը բնական ալիքներով, ձեռքերում մարգարտածաղիկների փունջ։ Ռաֆայելը, երբ տեսավ նրան իրեն մոտենալիս, զգաց, որ իր սիրտը կպայթի հուզմունքից։ Նա գեղեցիկ էր, բայց դրանից ավելին, նա այնտեղ էր, ընտրելով լինել իր հետ, ընտրելով միասին կյանք կառուցել։ Ալբերտը Հելենան առաջին շարքում էին, առաջին անգամ երկուսն էլ բացահայտորեն լացում էին հրապարակայնորեն։ Նրանք շատ բան էին սովորել վերջին շաբաթներին իրենց մասին, այն մասին, թե ինչն է իսկապես կարոր։ Եվ տեսնելով որդուն այդքան ակնհայտորեն երջանիկ, շողշողուն մի ձով, որը երբեք չէին տեսել նախկինում, նրանք գիտեին, որ ճիշտ որոշում էին կայացրել, վերջապես աջակցելով նրան։ Արարողությունը վարեց ընտանիքի բարեկամ քահանան, այն ուխտերը, որոնք Ռաֆայելն ու Մարինան փոխանակեցին, գրված էին իրենց կողմից, անկեղծ խոսքեր, որոնք նույնիսկ ամենախիստ հյուրերին ստիպեցին լացել։ Մարինա, ասաց Ռաֆայելը, բռնելով նրա ձեռքերը, դու մտար իմ կյանք ամեն ինչ շուռ տվեցիր։ Ցույց տվեցիր, որ աշխարհում ավելին կար, քան աղյուսակներն ու խորհրդի հանդիպումները։ Ինձ սովորեցրիր ծիծաղել, զգալ, ապրել։ Դու տեսար անվան, փողի հետում, տեսար պարզապես ինձ։ Այն Ռաֆայելին, ում նույնիսկ ես չէի ճանաչում։ Խոստանում եմ կյանքիս մնացած մասը անցկացնել, փորձելով լինել այն զարմանալի մարդու կեսը, ինչ դու ես։ Խոստանում եմ քեզ ամեն օր ծիծաղեցնել, աջակցել քեզ բոլոր երազանքներում, լինել քո կողքին բոլոր մարտահրավերներում։ Խոստանում եմ երբեք թույլ չտալ, որ դու մոռանաս, թե որքան ես սիրված, որքան ես էական, որքան ես փոխել իմ կյանքը։ Ես քեզ սիրում եմ, այսօր միշտ։ Մարինան, արցունքներ հոսող դեմքով, բայց լայն ժպտալով, պատասխանեց. Ռաֆայել, երբ առաջին անգամ մտա այս առանձնատուն որպես ձեր սպասուհի, ես կարծում էի, որ գիտեմ իմ տեղն աշխարհում։ Կարծում էի, որ հստակ գիտեմ, թե ով եմ ես, որտեղ պետք է լինեմ։ Բայց դու ինձ ցույց տվեցիր, որ սերը սահմաններ չի ճանաչում, չի հարգում սոցիալական դասերը, չի սահմանափակվում կոնվենցիաներով։ Դու ինձ սովորեցրիր, որ ես արժանի եմ սիրվելու, որ իմ երազանքները վավերական են, որ ես կարող եմ ավելին լինել, քան այն հանգամանքները, որոնք փորձեցին ինձ ստիպել հավատալ։ Խոստանում եմ լինել քո կողքին բոլոր պահերին, լավ դժվար։ Խոստանում եմ քեզ մարտահրավեր նետել, երբ անհրաժեշտ լինի, միշտ աջակցել քեզ, անվերապահորեն սիրել քեզ։ Դու իմ ամենամեծ նվերն ես, իմ լավագույն ընկերը, իմ հավերժական սերը։ Երբ քահանան նրանց ամուսին կին հռչակեց ասաց կարող ես համբուրել հարսին, Ռաֆայելը Մարինային քաշեց գրքոտ համբույրի, մինչ բոլոր հյուրերը ծափահարում էին հուզմունքից լացում։ Դա կատարյալ պահ էր, այնպիսին, որոնք հավերժ մնում են հիշողության մեջ։ Հաջորդած խնջույքը նույնպես հիշարժան էր։ Հարուստ աղքատ հյուրերի, սոցիալական էլիտայի Մարինայի հրավիրած ծայրամասի ընկերների միջ տարանջատում չկար։ Բոլորը միասին պարում էին, միասին ծիծաղում, նշում էին այդ սերը, որը հաղթահարել էր այդքան շատ խոչընդոտներ։ Երեկոյի մի պահին Մարինան փնտրեց տիկին Վերային գտավ նրան, աշխույժ զրուցելիս Հելենայի հետ։ Երկուսն էլ անսպասելի բարեկամություն էին զարգացրել վերջին շաբաթներին, հայտնաբերելով, որ ավելին ունեին ընդհանուր, քան պատկերացնում էին, հատկապես իրենց երեխաների հանդեպ խորը սերը։ Մարինան գրկեց նրանց, իր սիրտը այնքան լի երախտագիտությամբ, որ հազիվ էր կարողանում զսպել։ Շնորհակալություն, մայրիկ։ Ամեն ինչի համար։ Ինձ ուժեղ մեծացնելու համար, ինձ արժանապատվություն սովորեցնելու համար, միշտ ինձ հավատալու համար։ Տիկին Վերան քնքշորեն շոշափեց դստեր դեմքը։ Դու միշտ էլ հատուկ ես եղել, աղջիկս։ Ես պարզապես օգնեցի քեզ դա տեսնել։ Հելենան նույնպես գրկեց Մարինային։ Բարի գալուստ ընտանիք, սիրելիս։ Այս անգամ իսկապես։ Ոչ թե որպես պարտականություն, այլ որպես դուստր, ում ես երբեք չեմ ունեցել, բայց միշտ ուզել եմ։
Երեք կանայք միասին լացեցին մաքուր կանացի կապի բահ, որը գերազանցում էր ցանկացած տարբերություն, որը երբեք գոյություն ուներ նրանց մեջ։ Ռաֆայելը, հեռվից դիտելով այդ տեսարանը, խորը հուզմունք զգաց։ Նրա ընտանիքը վերջապես դարձել էր դա, իսկական ընտանիք, հիմնված սիրո ոչ թե կոնվենցիաների վրա։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ, երաժշտությամբ, բարով, համեղ ուտեստներով, շատ ուրախությամբ։ Ջ. Մարինայի խնդրանքով ամեն ինչից մի քիչ նվագեց։ Դասական երաժշտություն ավելի ավանդական հյուրերին հաճոյացնելու համար, գյուղական երաժշտություն Մարինայի նրա ընկերների համար, նույնիսկ ֆանկ պարահրապարակը աշխուժացնելու համար։ Ալբերտ Դոմինգյանի անհարմար փորձը հետելու ֆանկի ռիթմին, մինչ Մարինայի մանկության ընկերներից մեկը նրան քայլերն էր սովորեցնում, մի բան էր, որը ոչ ոք այնտեղ շուտով չէր մոռանա։ Երեկոն կատարյալ էր, իսկական տոնակատարություն ոչ միայն Ռաֆայելի Մարինայի սիրո, այլ երկու աշխարհների միության, որոնք սովորել էին, որ այդքան էլ տարբեր չէին։ Երբ խնջույքը վերջապես ավարտվեց, վերջին հյուրերը հեռացան, Ռաֆայելն ու Մարինան մենակ մնացին այգում, որն այժմ լուռ էր լուսավորված միայն աստղերով լուսավոր դեկորացիաների վերջին մնացորդներով։ Նա նրան քաշեց իր գիրկը, նրանք սկսեցին դանդաղ պարել, առանց երաժշտության, պարզապես գիշերվա ձայնի իրենց սրտերի համաժամանակյա բաբախման տակ։ Այսպիսով, տիկին Դոմինգյան, շշնջաց Ռաֆայելը նրա մազերին, ինչպե՞ս եք զգում ձեզ։ Մարինան ժպտաց, այն շողշողուն ժպիտը, որը նա այդքան էր սիրում։ Ես ինձ լիարժեք եմ զգում։ Երջանիկ։ Կարծես այն ամենը, ինչ անցա կյանքում, բոլոր դժվարությունները անհրաժեշտ էին ինձ այստեղ, քեզ մոտ բերելու համար։ Գիտես այն օրը, հանկարծ ասաց Ռաֆայելը, այն կիրակի օրը, երբ դու եկար այստեղ լողացիր լողավազանում։ Մարինան լարվեց նրա գրկում։ Ինչպես գիտես դա։ Նա ժպտաց, մի փոքր ամաչելով։ Ես այդ օրն ավելի շուտ եկա։ Ես տեսա քեզ։ Եվ հենց այդ պահին ամեն ինչ փոխվեց ինձ համար։ Ես տեսա քեզ այդքան ազատ, այդքան ինքդ քեզ, հասկացա, որ երբեք դա չէի զգացել կյանքում։ Ազատություն։ Իսկական երջանկություն։ Եվ ես ուզեցի դա։ Ուզեցի քեզ։ Մարինան նրան նայեց անհավատալիորեն, հետո սկսեց ծիծաղել։ Դու ինձ մերկ տեսար, երբեք չպատմեցիր ինձ։ Ես չգիտեի, թե ինչպես պատմել, խոստովանեց նա։ Բայց դա այն պահն էր, երբ ես սիրահարվեցի։ Կամ գոնե երբ սկսեցի հասկանալ, որ սիրահարվում եմ։ Մարինան գլխով արեց, դեռ ծիծաղելով, բայց հետո լրջացավ։ Դա իմ ազատության պահն էր։ Միակ անգամը շատ ժամանակ անց, որ ես ինչ-որ բան արեցի միայն ինձ համար, առանց պատասխանատվությունների, հետանքների մասին մտածելու։ Եվ դա եղավ այն պահը, որը փոխեց ամեն ինչ։ Ապա գուցե պետք է տոնենք, ասաց Ռաֆայելը չարաճճի ժպիտով։ Տոնենք։ Ինչպես։ Նա հանկարծ նրան գրկեց, ստիպելով նրան զարմանքից բղավել։ Ռաֆայել։ Ինչ ես անում։ Նոր ավանդույթ եմ ստեղծում, ասաց նա, քայլելով դեպի լողավազանը։ Եվ հետո ամբողջությամբ հագնված իրենց հարսանեկան զգեստներով, նրանք միասին ցատկեցին ջուրը։ Ջուրը տաք էր, երբ նրանք դուրս եկան, անզուսպ ծիծաղում էին։ Մարինան, հարսանյաց զգեստը նրա շուրջը լողալով, ինչպես սպիտակ ամպեր, Ռաֆայելին քաշեց թաց կրքոտ համբույրի։ Դու խենթ ես, ասաց նա, երբ նրանք բաժանվեցին։ Խենթ քեզ համար, պատասխանեց նա, նրանք նորից ծիծաղեցին։ Նրանք այնտեղ մնացին երկար ժամանակ, միասին լողալով աստղերի տակ, խոսելով ամեն ինչի ոչինչի մասին, ապագայի համար պլաններ կազմելով։ Ռաֆայելը պատմեց այն նախագծի մասին, որը նա մշակում էր Նոր Նորքում համայնքային կենտրոն բացելու համար, մասնագիտական դասընթացներով, գրադարանով, մշակութային տարածքով։ Մարինան խոսեց իր երազանքի մասին, մի օր բացել այդ սրճարանը, նա անմիջապես ներդրում աջակցություն առաջարկեց։ Ոչ, ես ուզում եմ ինքնուրույն անել, ասաց նա։ Կամ գոնե ինքնուրույն սկսել։ Ես պետք է ինքս ինձ ապացուցեմ, որ կարող եմ։ Ռաֆայելը նրան նայեց հպարտությամբ հիացմունքով։ Դու զարմանալի ես, գիտես դա։ Ես սովորում եմ հավատալ դրան, պատասխանեց նա։ Ամուսնությունից հետո հաջորդ ամիսներին Ռաֆայելի Մարինայի կյանքը հաստատվեց երջանիկ առօրյայում։ Նրանք առանձնատան միտը վերածեցին Մարինայի գրասենյակի, որտեղից նա կառավարում էր ոչ միայն տունը, այլ ընկերության աճող սոցիալական նախագծերը։ Նրա երազանքների սրճարանը։
Վերջապես իրականություն դարձավ ամուսնությունից 1 տարի անց Նոր Նորքում գտնվող փոքրիկ, հարմարավետ հաստատություն, որը մատուցում էր բացառիկ սուրճ, տիկին Վերայի բաղադրատոմսով պատրաստված տնական տորթ էր, որը նա ծառայում էր որպես համայնքային հանդիպման վայր։ Հաջողությունը անմիջական էր, ոչ թե Դոմինգյանների հետ կապի պատճառով, այլ իսկական որակի ջերմ մթնոլորտի շնորհիվ։ Տիկին Վերան, լիովին ապաքինված, սկսեց օգնել սրճարանում շաբաթական 3 անգամ, սիրելով սոցիալական փոխազդեցությունը նորացված նպատակը։ Ալբերտը Հելենան պարբերաբար այցելում էին, բոլորի զարմանքին, Ալբերտը դարձավ սրճարանի մշտական հաճախորդ, ասելով, որ դա Երանում միակ վայրն էր, որտեղ նա կարող էր լավ սուրճ ստանալ։ Դոմինգյանների ընտանիքի փոխակերպումը լիակատար էր։ Նրանք դեռ էլիտայի մաս էին կազմում, դեռ հարուստ էին ազդեցիկ, բայց այժմ օգտագործում էին իրենց դիրքը, հասարակության մեջ իրական տարբերություն ստեղծելու համար։ Ռաֆայելը արդար աշխատավարձեր սահմանեց խմբի բոլոր ընկերություններում, ստեղծեց վերապատրաստման ծրագրեր բոլոր ոլորտների աշխատակիցների համար, Դոմինգյանների ընկերությունը դարձավ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հղում։ Ամուսնությունից 2 տարի անց, Արոտ կիրակի առավոտյան, Մարինան արթնացավ ծանոթ սրտխառնոցից։ Նա նայեց Ռաֆայելին, ով դեռ քնած էր իր կողքին, ժպտաց, ձեռքը դնելով դեռ հարթ որովայնին։ Մի քանի ժամ անց, երբ նա արթնացավ, նա նստած էր մահճակալին, ձեռքերում դրական հղիության թեստով երջանկության արցունքներով դեմքին։ Ռաֆայելը նայեց թեստին, հետո նրան, իսկ հետո այնքան ամուր գրկեց նրան, որ նա ստիպված եղավ հիշեցնել նրան, զգույշ լինել երեխայի հետ։ Նրանք միասին լացեցին ուրախությունից, հուզմունքից, երախտագիտությունից այն ամենի համար, ինչ նրանք ձեռք էին բերել, այն նոր գլխի համար, որը սկսվում էր։ Հղիությունը հանգիստ անցավ, Մարինան աշխատեց մինչ վերջին ամիսը, սրճարանը սոցիալական նախագծերը կառավարելով սովորական եռանդով։ Երբ վերջապես երեխան ծնվեց, մի գեղեցիկ աղջիկ, հոր աչքերով մոր մազերով, նրան անվանեցին Վերա Հելենա Դոմինգյան, ի պատիվ 2 տատիկների, ովքեր այդքան կարևոր էին իրենց կյանքում։ Փոքրիկ Վերան էլ ավելի մեծ ուրախություն բերեց ընտանիքին, բոլորին միավորելով մի ձով, որը ոչ ոք չէր կարող պատկերացնել տարիներ առաջ։ Ալբերտը, ով երբեք քնքուշ չէր եղել Ռաֆայելի հետ մանուկ հասակում, լիովին այլ պապիկ էր, ժամեր անցկացնելով թոռնուհու հետ խաղալով, պատմություններ կարդալով, դեմքեր անելով նրան ծիծաղեցնելու համար։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռաֆայելի Մարինայի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։